Երբ Քերք Քիրքորյանի անձնական բուժքույրը Մարիա Սանչեսը 35 տարի անց համաձայնեց խոսել տեսախցիկի առջ, նրա ձեռքերը դողում էին այնպես, ինչպես 1994-ի ամառ, երբ առաջին անգամ մտավ Բերլի Հիլսի առանձնատան այն սենյակը, որտեղ մահացող միլիարդատերը պահում էր իր վերջին գաղտնիքները։ Նա պատմեց մի բան, որը կարող էր փոխել ամեն ինչ, ինչ մենք գիտեինք Քիրքորյանի կտակի մասին։ 5 րոպե մինչ մահը, երբ բոլոր իրավաբանները դուրս էին գնացել սենյակից, երբ անգամ ընտանիքի անդամները սպասում էին միջանցքում, մեկ այլ մարդ մտավ այդ սենյակ, ձեռքին նոր փաստաթղթերի հետ։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչու էր նա այնտեղ հենց այդ վերջին րոպեներին։ Եվ ամենակարևորը, ինչ էր պարունակում այն փաստաթուղթը, որը նա դրեց Քիրքի անուշ ձեռքի տակ։ Քերք Քիրքորյանը մեռավ 1995-ի հունիսի 15-ին, 97 տարեկան հասակում։ Նրա ողջ կյանքը եղել է լեգենդ, աղքատ հայ ներգաղթյալից մինչ Լաս Վեգասի թագավոր, MGM ստուդիայի սեփականատեր, մարդ, ով փոխեց ամերիկյան բիզնեսի դեմքը։ Բայց նրա մահը դարձավ առեղծված, որը 35 տարի անց դեռ շարունակում է հետապնդել բոլոր նրանց, ովքեր գիտեին ճշմարտությունը։ Նրա վերջին կտակը, որը պաշտոնապես հրապարակվեց մահից 3 օր հետո, թողեց ողջ հարստությունը բարեգործական հիմնադրամներին մի քանի մերձավոր մարդկանց։ Հայաստանին նա թողեց միայն $50 միլիոն, երկիրը վերականգնելու համար։ Բայց նրա ընկերները, նրա հայ համայնքի ղեկավարները, նրա հետ տասնամյակներ աշխատած մարդիկ պնդում էին մեկ այլ բան։ Նրանք ասում էին, որ Քիրքը խոստացել էր ավելին, շատ ավելին։ Նրանք խոսում էին մի գաղտնի կտակի մասին, որտեղ Հայաստանին էր թողնվում $1 միլիարդ։ Որ անհետացավ այդ կտակը։ Մարիա Սանչեսը չէր ուզում խոսել։ 35 տարի նա պահպանեց լռությունը, ապրեց հանգիստ կյանքով Սան Դիեգոյում, խուսափեց լրագրողներից, մերժեց բոլոր հարցազրույցները։ Բայց երբ նրա սեփական թոռնուհին հարցրեց, ինչու՞, պապիկը միշտ ասում էր, որ տատիկը գիտի մի գաղտնիք, որը կարող էր փրկել ամբողջ երկիրը, Մարիան հասկացավ, որ ժամանակն է խոսելու։ Նա պատմեց, թե ինչպես 1995-ի հունիսի 15-ի առավոտյան, երբ Քիրքորյանը գիտեր, որ մնացել են ընդամենը մի քանի ժամ, նա կանչեց իր հին ընկերոջը Ալեքս Եսայանին, հայ իրավաբան, ով տասնամյակներ աշխատել էր նրա հետ։ Ալեքսը բերեց փաստաթղթեր, որոնք Քիրքը ստորագրեց դողացող ձեռքով։ Մարիան տեսավ այդ փաստաթղթերը։ Նա տեսավ թվերը։ $1 միլիարդ Հայաստանի վերականգնման համար։ $500 միլիոն Արցախի համար։ $200 միլիոն հայկական եկեղեցիների համար ամբողջ աշխարհում։ Բայց երբ պաշտոնական կտակը հրապարակվեց, այդ թվերը չկային։ Ինչ պատահեց այդ փաստաթղթերին հունիսի 15-ից մինչ 18-ը, երբ կտակը ներկայացվեց դատարանում։ Քերք Քիրքորյանի պատմությունը սկսվում է 1917-ի հունիսի 6-ին, Ֆրեզնո քաղաքում, Կալիֆոռնիա։ Նրա ծնողները, Ահարոնը Լիլիթը, փախել էին հայոց ցեղասպանությունից, կորցրել էին ամեն ինչ, ինչ ունեին Սեբաստիայում։ Նրանք եկան Ամերիկա միայն մեկ բանով, հույսով, որ իրենց երեխաները կապրեն ավելի լավ կյանք։ Քերքը մեծացավ աղքատության մեջ, բայց նրա հայրը սովորեցրեց նրան մի բան, որը փոխեց նրա ողջ ճակատագիրը՝ երբեք մի մոռացիր, թե ուստեղից ես եկել, երբ հարստանաս, օգնիր քո ժողովրդին։ Ահարոնը, որը աշխատում էր որպես պարզ ֆերմեր, յուրաքանչյուր երեկո պատմում էր Քերքին Հայաստանի մասին, Արարատի մասին, Սանի մասին, եկեղեցիների մասին, որոնք կանգնած էին հազարամյակներ։ Նա ասում էր. «Մի օր, երբ մենք ուժեղ լինենք, մենք կվերադառնանք, կվերականգնենք այն ամենը, ինչ կորցրել ենք»։ Քերքը լսում էր այդ պատմությունները, երդվում էր, որ կատարի հոր երազանքը։ Բայց ով կարող էր պատկերացնել, որ այդ աղքատ տղան մի օր կդառնա մարդ, ով կարող էր փոխել ամբողջ երկրի ճակատագիրը։ Երբ Քերքը 16 տարեկան էր, նա թողեց դպրոցը, սկսեց աշխատել որպես մեքենաների վարորդ։ Նա տեսավ, որ ավիացիան սկսում է զարգանալ, որոշեց սովորել թռչել։ 1934-ին նա ստացավ իր առաջին օդաչուի լիցենզիան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա թռավ որպես ռազմական ուսուցիչ, սովորեցրեց հարյուրավոր երիտասարդ օդաչուների։ Բայց իրական փողերը նա սկսեց շահել պատերազմից հետո, երբ գնեց հին ռազմական ինքնաթիռներ, վերածեց դրանք քաղաքացիական ավիաընկերության։ Trans International Airlines-ը դարձավ նրա առաջին մեծ հաջողությունը։ Նա վաճառեց այն 1966-ին, ստացավ $90 միլիոն։ Այդ ժամանակ դա էր հսկայական գումար։ Բայց Քերքը չդադարեց այնտեղ։ Նա գնաց Լաս Վեգաս, սկսեց գնել կազինոներ։
Նա գնեց Flamingo International Hotel-ը, Mgm Grand-ը։ Նա դարձավ Լաս Վեգասի անտեսանելի թագավորը, մարդ, ով երբեք չէր սիրում լույսերը, բայց վերահսկում էր ամեն ինչ ստվերներից։ Եվ ամբողջ այդ ժամանակ նա չմոռացավ իր հոր խոսքերը։ Նա սկսեց ուղարկել փող Հայաստան, օգնել եկեղեցիներին, ֆինանսավորել դպրոցները։ Բայց նա պահում էր գաղտնիք իր ամենամեծ երազանքը՝ մի օր թողնել այնքան փող, որը կվերականգնի ամբողջ Հայաստանը։ Երբ նա որոշեց դա անել, 1991-ի սեպտեմբերի 2-ին Հայաստանը հայտարարեց անկախություն։ Քերք Քիրքորյանը, որը այդ ժամանակ 74 տարեկան էր, լաց եղավ առաջին անգամ վերջին 40 տարիների ընթացքում։ Նա անմիջապես զանգահարեց իր իրավաբաններին ասաց. «Ես ուզում եմ օգնել իմ երկրին»։ Նա թռավ Երևան 1991-ի դեկտեմբերին, տեսավ աղքատությունը, տեսավ ավերված ենթակառուցվածքները, տեսավ մարդկանց, ովքեր ապրում էին առանց էլեկտրականության ջրի։ Նա վերադարձավ Ամերիկա, ասաց իր թիմին. «Մենք պետք է անենք ավելին, քան պարզապես փող ուղարկել։ Մենք պետք է կառուցենք ինչ-որ բան, որը կմնա հավերժ»։ Նա ֆինանսավորեց Երևան-Ստեփանակերտ ճանապարհը, որը դարձավ կենսական կապ Արցախի հետ։ Նա կառուցեց հիվանդանոցներ, դպրոցներ, ջրամատակարարման համակարգեր։ Նա ներդրեց ավելի քան $1 միլիարդ Հայաստանում իր կյանքի ընթացքում։ Բայց նա ուզում էր ավելին։ Նա ուզում էր, որ նրա մահից հետո Հայաստանը ստանա այնքան փող, որը կթույլ տար երկրին դառնալ ինքնաբավ, հզոր, անկախ։ Նա սկսեց պլանավորել իր վերջին կտակը։ Բայց ով գիտեր այդ պլանների մասին։ Ալեքս Եսայանը եղել է Քերք Քիրքորյանի անձնական իրավաբանը 40 տարի։ Նրանք ծանոթացել էին 1955-ին, երբ երկուսն էլ երիտասարդ էին, երազում էին մեծ բաների մասին։ Ալեքսը ծնվել էր Բեյրութում, նրա ընտանիքը նույնպես փախել էր ցեղասպանությունից։ Երբ նրանք հանդիպեցին Լոս Անջելեսում, նրանք անմիջապես զգացին կապ, երկուսն էլ հայեր, երկուսն էլ ուզում էին հաջողության հասնել, երկուսն էլ երբեք չէին մոռացել իրենց արմատները։ Ալեքսը դարձավ Քերքի ամենամոտ խորհրդականը, մարդ, ով գիտեր բոլոր գաղտնիքները, բոլոր գործարքները, բոլոր պլանները։ Երբ Քերքը սկսեց մտածել իր կտակի մասին 1990-ականների սկզբին, նա դիմեց Ալեքսին, ասաց. «Ես ուզում եմ ստեղծել մի բան, որը կփոխի Հայաստանի ճակատագիրը»։ Ալեքսը հասկացավ, որ դա չէր լինելու սովորական կտակ։ Նրանք սկսեցին աշխատել գաղտնի պլանի վրա։ Քերքը ուզում էր թողնել $1 միլիարդ հատուկ հիմնադրամի, որը կֆինանսավորեր Հայաստանի էներգետիկ անկախությունը։ Նա ուզում էր կառուցել հիդրոէլեկտրակայաններ, արային էլեկտրակայաններ, ստեղծել համակարգ, որը կթույլ տար Հայաստանին չկախվել Ռուսաստանից կամ Իրանից։ Դա էր նրա երազանքը։ Բայց ով չուզեց, որ այդ երազանքը իրականանա։ 1994-ի ապրիլին Քերք Քիրքորյանը հրավիրեց Ալեքս Եսայանին իր Բերլի Հիլսի տուն, ասաց. «Ես պատրաստ եմ ստորագրել կտակը»։ Ալեքսը բերեց փաստաթղթերը, որոնք նրանք պատրաստել էին ամիսներ շարունակ։ Կտակը պարունակում էր մանրամասն պլան, ինչպես բաշխել Քերքի ողջ հարստությունը։ Նրա երկու դուստրերը, Թրեյսին Լինդան, կստանային $200 միլիոն յուրաքանչյուրը։ Նրա մի քանի մերձավոր ընկերները կստանային տասական միլիոններ։ Բայց ամենամեծ գումարը, $1 միլիարդ, էր նախատեսված Հայաստանի համար։ Քերքը ստորագրեց այդ փաստաթուղթը երկու վկաների ներկայությամբ։ Մեկը Ալեքսն էր, մյուսը Քերքի անձնական հաշվապահ Ռոբերտ Մաքսվելը։ Փաստաթուղթը դրվեց անվտանգ տուփում Քերքի տանը։ Բայց մեկ տարի անց, երբ Քերքի առողջությունը սկսեց վատանալ, տարօրինակ բաներ սկսեցին պատահել։ Նոր մարդիկ սկսեցին հայտնվել Քերքի շուրջը։ Իրավաբաններ, ֆինանսական խորհրդականներ, մարդիկ, որոնց Ալեքսը երբեք չէր տեսել։ Նրանք ասում էին, որ ներկայացնում են խոշոր իրավաբանական ֆիրմաներ, որոնք կօգնեն Քերքին օպտիմալացնել իր կտակը։ Ալեքսը զգաց, որ ինչ-որ բան սխալ է, բայց Քերքը ասաց. «Մի անհանգստացիր, ես գիտեմ, թե ինչ եմ անում»։ Բայց արդյոք գիտեր։ Մարիա Սանչեսը սկսեց աշխատել Քերք Քիրքորյանի մոտ 1994-ի հունվարին։ Նրան վարձեց Քերքի անձնական բժիշկ դոկտոր Ջոն Ռիչարդսը, որովհետև Քերքի առողջությունը սկսել էր լուրջ վատանալ։ Նա ուներ սրտի խնդիրներ, բարձր ճնշում, դիաբետ։ Մարիան պետք է լիներ նրա հետ 24 ժամ օրը, վերահսկեր դեղերը, օգներ նրան շարժվել, լիներ այնտեղ, երբ նրան անհրաժեշտ լիներ օգնություն։ Նա արագ դարձավ մարդ, ով տեսնում էր ամեն ինչ, ինչ կատարվում էր այդ տանը։
Նա տեսավ, թե ինչպես քերքը յուրաքանչյուր առավոտ նստում էր իր աշխատասենյակում, զանգահարում էր Երան, հարցնելու, թե ինչպես են ընթանում նրա ֆինանսավորած նախագծերը։ Նա տեսավ, թե ինչպես քերքը լաց էր լինում, երբ լսում էր, որ հերթական դպրոցը բացվել է կամ հերթական հիվանդանոցը սկսել է աշխատել։ Նա տեսավ, թե ինչպես քերքը ամեն երեկո նայում էր Արարատի լուսանկարին, որը կախված էր իր սենյակի պատին, շշնջում էր. շուտով ես կվերադառնամ։ Բայց Մարիան նա տեսավ ուրիշ բաներ։ Նա տեսավ, թե ինչպես նոր իրավաբանները սկսեցին ավելի հաճախ այցելել, թե ինչպես նրանք մնում էին քերքի հետ ժամերով փակ դռների հետում, թե ինչպես Ալեքս Եսայանը դադարեց գալուց։ Ինչ էր կատարվում այդ փակ դռների հետում։ 1995-ի մարտին Քերք Քիրքորյանը ունեցավ լուրջ սրտի նոպա։ Նրան տարան հիվանդանոց, որտեղ բժիշկները ասացին, որ նրան մնացել է ամիսներ, գուցե շաբաթներ։ Երբ նա վերադարձավ տուն, նա կանչեց Ալեքս Եսայանին, ասաց. «Ես ուզում եմ վերանայել կտակը»։ Ալեքսը եկավ անմիջապես, բերեց բնօրինակ փաստաթուղթը, որը նրանք ստորագրել էին տարի առաջ։ Քերքը կարդաց այն, ասաց. «Ոչինչ չի փոխվել, ես դեռ ուզում եմ, որ Հայաստանը ստանա $1 միլիարդ»։ Բայց հետո նա ավելացրեց մի բան, որը Ալեքսին անակնկալեց։ Նա ասաց. «Բայց ես ուզում եմ, որ այդ փողերը չգնան կառավարությանը, ես ուզում եմ, որ դրանք գնան ուղղակիորեն ժողովրդին, կառուցվեն բաներ, որոնք իսկապես օգնեն մարդկանց»։ Ալեքսը ասաց. «Դա կարող է բարդ լինել, մենք պետք է ստեղծենք հատուկ կառույց, որը կկառավարի այդ փողերը»։ Քերքը համաձայնեց, ասաց. «Արա այն, ինչ անհրաժեշտ է, բայց համոզվիր, որ փողերը կհասնեն Հայաստան»։ Ալեքսը հեռացավ, սկսեց աշխատել նոր փաստաթղթերի վրա։ Բայց նույն օրը երեկոյան, երբ Մարիան մտավ քերքի սենյակ, տալու նրա երեկոյան դեղերը, նա տեսավ երկու անծանոթ մարդկանց, ովքեր նստած էին քերքի մոտ, խոսում էին ցածր ձայնով։ Ո՞վ էին այդ մարդիկը։ Մարիան հետո պատմեց, որ այդ երկու մարդիկ ներկայացան որպես քերքի նոր իրավաբանական թիմի անդամներ։ Նրանք ասացին, որ եկել են խոշոր իրավաբանական ֆիրմայից, որը մասնագիտացած է կտակների ժառանգության հարցերում։ Նրանք ասացին, որ քերքի ընտանիքը նրանց վարձել է, համոզվելու համար, որ ամեն ինչ իրավաբանորեն ճիշտ է։ Բայց Մարիային տարօրինակ թվաց, որ քերքը չէր նայում նրանց աչքերին, երբ նրանք խոսում էին։ Նա տեսավ, որ քերքը հոգնած էր, շփոթված էր, գուցե նույնիսկ վախեցած էր։ Երբ այդ մարդիկը հեռացան, Մարիան հարցրեց քերքին. «Ամեն ինչ լավ է»։ Քերքը նայեց նրան երկար ժամանակ հետո, ասաց. «Մարիա, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ես ուզում եմ, որ դու հիշես մի բան։ Ես ամբողջ կյանքս աշխատել եմ, որպեսզի օգնեմ իմ ժողովրդին։ Ես ուզում եմ, որ իմ փողերը գնան Հայաստան։ Եթե ինչ-որ մեկը քեզ ասի, որ ես փոխել եմ կարծիքս, մի հավատա»։ Մարիան չհասկացավ, թե ինչու քերքը ասաց դա, բայց նա խոստացավ հիշել։ Եվ նա իսկապես հիշեց 35 տարի անց։ Բայց ինչ էր քերքը փորձում նրան ասել։ Հունիսի սկզբին քերքի վիճակը կտրուկ վատացավ։ Նա այլևս չէր կարող ինքնուրույն քայլել, խոսելը դժվարանում էր, նա մեծ մասամբ քնած էր։ Բժիշկները ասացին, որ դա հարցը օրերի է։ Նրա երկու դուստրերը, Թրեյսին Լինդան, եկան Բերլի Հիլս, մնացին հոր մոտ։ Նրանք բերին իրենց սեփական իրավաբանների, ովքեր սկսեցին խոսել կտակի մասին։ Մարիան տեսավ, թե ինչպես այդ իրավաբանները ժամերով նստում էին քերքի աշխատասենյակում, ուսումնասիրում էին փաստաթղթերը։ Նա տեսավ, թե ինչպես նրանք զանգահարում էին մեկ ուրիշին, խոսում էին ցածր ձայնով։ Նա տեսավ, թե ինչպես Ալեքս Եսայանը փորձեց մտնել տուն, բայց նրան չթողեցին ներս։ Անվտանգության պետը, որը նոր էր վարձվել, ասաց, որ Ալեքսը այլևս չի թույլատրվում այցելել քերքին, ընտանիքի հանձնարարությամբ։ Ալեքսը փորձեց զանգահարել քերքին, բայց հեռախոսները փոխված էին։ Նա փորձեց գրել նամակ, բայց նամակները չէին հասնում։ Ինչու քերքի ընտանիքը կտրեց կապը Ալեքսի հետ, մարդու, ով 40 տարի եղել էր քերքի ամենամոտ ընկերը, խորհրդականը։ Հունիսի 12-ին, 3 օր մինչ քերքի մահը, տանը տեղի ունեցավ մի բան, որը Մարիան երբեք չէր մոռացել։ Երեկոյան ժամը 8-ի սահմաններում, երբ քերքը քնած էր, Մարիան լսեց բարձր ձայներ աշխատասենյակից։ Նա մոտեցավ, լսեց, թե ինչպես երկու մարդիկ վիճում էին։ Մեկը Թրեյսի իրավաբանն էր, մյուսը Լինդայինը։ Նրանք վիճում էին կտակի մասին։ Թրեյսի իրավաբանը ասում էր, որ քերքը պետք է թողնի ավելի շատ փող իր դուստրերին, որովհետև նրանք իր ընտանիքն են։ Լինդայի իրավաբանը ասում էր, որ քերքը արդեն որոշել է, թե ինչպես բաշխել իր հարստությունը, նրանք չեն կարող փոխել դա։ Բայց հետո երրորդ ձայն միացավ զրույցին։
Ձայն, որը Մարիան չճանաչեց։ Այդ մարդը ասաց, կա ուրիշ կտակ, որը քերքը ստորագրել է տարի առաջ։ Այդ կտակում նա թողնում է $1 միլիարդ Հայաստանին։ Եթե այդ կտակը հայտնվի դատարանում, դուք ոչինչ չեք ստանա։ Սենյակում լռություն հաստատվեց։ Հետո Թրեյսի իրավաբանը հարցրեց, ինչ մենք կարող ենք անել։ Երրորդ ձայնը պատասխանեց, մենք պետք է համոզվենք, որ այդ կտակը երբեք չհայտնվի դատարանում։ Ինչպես նրանք պատրաստվում էին դա անել։ Հունիսի 13-ին Մարիան տեսավ, թե ինչպես մի խումբ մարդիկ մտան քերքի աշխատասենյակ, սկսեցին փնտրել ինչ-որ բան։ Նրանք բացեցին բոլոր դարակները, ստուգեցին բոլոր թղթապանակները, նույնիսկ բացեցին անվտանգ տուփը, որը կանգնած էր պատի մոտ։ Մարիան հարցրեց անվտանգության պետին, ինչ են նրանք փնտրում։ Նա պատասխանեց, հին փաստաթղթեր, որոնք այլս անհրաժեշտ չեն։ Բայց Մարիան տեսավ, թե ինչպես նրանք հանեցին մի հաստ թղթապանակ անվտանգ տուփից տարան դուրս։ Նա տեսավ, թե ինչպես նրանցից մեկը ասաց, սա է։ Եվ մյուսը պատասխանեց, այո, սա է, այն, ինչ մենք փնտրում էինք։ Նրանք դուրս գնացին այդ թղթապանակով, Մարիան երբեք այլս չտեսավ այն։ Բայց նա հիշում էր, որ Ալեքս Եսայանը մի անգամ ասել էր, որ քերքի բնօրինակ կտակը պահվում է անվտանգ տուփում։ Արդյոք այդ թղթապանակում էր այդ կտակը։ Եվ եթե այո, ապա ո՞ր տարան այն։ Հունիսի 14-ին, մեկ օր մինչ մահը, քերքը արթնացավ մի քանի ժամով։ Նա կանչեց Մարիային, խնդրեց ջուր։ Երբ Մարիան տվեց նրան ջուրը, քերքը բռնեց նրա ձեռքը, ասաց, Մարիա, ես ուզում եմ, որ դու ինչ-որ բան անես ինձ համար։ Մարիան ասաց, ամեն ինչ, պարոն Քիրքորյան։ Քերքը ասաց, ես ուզում եմ, որ դու գտնես Ալեքս Եսայանին, ասես նրան, որ ես չեմ փոխել կարծիքս։ Ես դեռ ուզում եմ, որ Հայաստանը ստանա փողերը։ Նրանք փորձում են ինձ խաբել, բայց ես գիտեմ, թե ինչ եմ անում։ Մարիան խոստացավ, բայց նա չգիտեր, թե ինչպես գտնել Ալեքսին։ Նա չգիտեր նրա հեռախոսահամարը, չգիտեր նրա հասցեն։ Նա միայն գիտեր, որ Ալեքսը իրավաբան էր Լոս Անջելեսում։ Բայց մինչ նա կարողանար որևէ բան անել, քերքը կրկին ննջեց։ Եվ այդ անգամ նա այլս չարթնացավ։ Բացի մեկ անգամից, վերջին 5 րոպեներին։ Եվ հենց այդ 5 րոպեներում տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Բայց ինչ հենց տեղի ունեցավ այդ վերջին րոպեներին։ Հունիսի 15-ը սկսվեց հանգիստ։ Քերքը շնչում էր դժվարությամբ, բայց նա դեռ ապրում էր։ Բժիշկները ասացին, որ դա կարող է տել ժամեր կամ օրեր։ Ընտանիքը հավաքվել էր տանը, սպասելու վերջին րոպեներին։ Մարիան էր քերքի սենյակում, վերահսկում էր նրա շնչառությունը, ստուգում էր նրա զարկերակները։ Ժամը 12-ի սահմաններում քերքի շնչառությունը դարձավ ավելի դանդաղ։ Բժիշկները ասացին, որ մնացել է րոպեներ։ Ընտանիքը մտավ սենյակ, հրաժեշտ տալու։ Թրեյսին Լինդան լացում էին, բռնում էին հոր ձեռքերը, ասում էին, որ սիրում են նրան։ Բժիշկները կանգնած էին անկյունում, պատրաստ արձագանքելու, եթե անհրաժեշտ լիներ։ Եվ հետո, ժամը 12:30 տեղի ունեցավ մի բան անսպասելի։ Մի մարդ մտավ սենյակ, մարդ, որին Մարիան երբեք չէր տեսել։ Նա ներկայացավ որպես քերքի նոր իրավաբան, ասաց, որ ունի կարևոր փաստաթուղթ, որը քերքը պետք է ստորագրի։ Ընտանիքը նայեց նրան զարմացած, բայց ոչ ոք չասաց ոչինչ։ Այդ մարդը մոտեցավ քերքի անկողնուն, դրեց մի փաստաթուղթ նրա առջ։ Ո՞վ էր այդ մարդը, ինչ էր այդ փաստաթուղթը։ Մարիան հետո պատմեց, որ այդ մարդը ներկայացավ որպես Ռիչարդ Սթիվենսոն, գործընկեր խոշոր իրավաբանական ֆիրմայից Նյու Յորքում։ Նա ասաց, որ քերքի ընտանիքը նրան վարձել է, պատրաստելու վերջնական կտակը։ Նա ասաց, որ այդ փաստաթուղթը պարունակում է քերքի վերջին կամքը, որ շատ կարևոր է, որ քերքը ստորագրի այն մինչ չափազանց ուշ լինելը։ Մարիան նայեց փաստաթղթին, բայց նա չէր կարող կարդալ այն, դա իրավաբանական լեզու էր, լի տերմիններով, որոնք նա չէր հասկանում։ Նա տեսավ միայն, որ փաստաթուղթը երկար էր, 15 կամ 20 էջ։ Ռիչարդ Սթիվենսոնը բացեց փաստաթուղթը վերջին էջում, որտեղ պետք է լիներ ստորագրությունը, դրեց գրիչը քերքի ձեռքին։ Բայց քերքը չէր շարժվում։ Նրա աչքերը փակ էին, նրա շնչառությունը շատ թույլ էր։ Ռիչարդը նայեց Թրեյսին Լինդային, ասաց, մենք պետք է արագ գործենք։ Թրեյսին մոտեցավ հոր մոտ, սկսեց խոսել նրա հետ, հայր, դու պետք է ստորագրես այս փաստաթուղթը, դա շատ կարևոր է։ Քերքը դանդաղ բացեց աչքերը։ Նա նայեց դստերը, հետո նայեց փաստաթղթին, հետո նայեց Ռիչարդին։
Եվ հետո շատ դանդաղ նա բարձրացրեց ձեռքը փորձեց ստորագրել։ Բայց ինչ էր նա ստորագրում։ Մարիան ասաց, որ քերքի ստորագրությունը գրեթե անընթեռնելի էր։ Նրա ձեռքը դողում էր այնքան շատ, որ գրիչը գրեթե ընկավ։ Ռիչարդ Սթիվենսոնը բռնեց քերքի ձեռքը, օգնեց նրան ավարտել ստորագրությունը։ Հետո նա վերցրեց փաստաթուղթը, ծալեց այն, դրեց իր պայուսակի մեջ։ Նա ասաց. «Շնորհակալություն, այժմ ամեն ինչ կարգին է»։ Եվ նա դուրս գնաց սենյակից։ Ամբողջ գործընթացը տեց ոչ ավելի քան 5 րոպե։ 5 րոպե, որոնք փոխեցին ամեն ինչ։ Որովհետև երբ քերքի պաշտոնական կտակը հրապարակվեց 3 օր հետո, այն ամբողջովին տարբերվում էր այն կտակից, որը Ալեքս Եսայանը պատրաստել էր։ Հայաստանին թողնվեց միայն $50 միլիոն, ոչ թե 1 միլիարդ։ Արցախին՝ ոչինչ։ Հայկական եկեղեցիներին՝ ոչինչ։ Փոխարենը մեծ մասը գնաց բարեգործական հիմնադրամներին, որոնք վերահսկվում էին քերքի ընտանիքի կողմից։ Ինչ էր այդ փաստաթուղթը, որը քերքը ստորագրեց իր վերջին 5 րոպեներին։ Եվ ինչու։ Այն այդքան տարբերվում էր նախորդ կտակից։ Քերք Քիրքորյանը մեռավ հունիսի 15-ին, ժամը 12:45 Նրա մահվան վկայականում գրված էր. բնական մահ, սրտի անբավարարություն։ Նրան թաղեցին հունիսի 19-ը Լոս Անջելեսի Ֆորեսթ Լոն հուղարկավայրում, մի պարզ արարողության ժամանակ, որին ներկա էին միայն ընտանիքի անդամները, մի քանի մերձավոր ընկերներ։ Ալեքս Եսայանը չէր հրավիրված։ Նա իմացավ քերքի մահվան մասին լրատվամիջոցներից։ Նա փորձեց գնալ թաղմանը, բայց անվտանգությունը չթողեց նրան մտնել։ Նա կանգնեց հեռվից լաց եղավ, ոչ միայն իր ընկերոջ մահվան համար, այլ որովհետև գիտեր, որ ինչ-որ բան սխալ էր։ 3 օր հետո, հունիսի 18-ին, քերքի կտակը ներկայացվեց Լոս Անջելեսի դատարան։ Ալեքսը ստացավ պատճենը, երբ կարդաց այն, նա չէր կարող հավատալ իր աչքերին։ Սա չէր այն կտակը, որը նրանք պատրաստել էին քերքի հետ։ Սա ամբողջովին այլ փաստաթուղթ էր։ Նա անմիջապես դիմեց դատարան, ներկայացրեց բողոք, պնդելով, որ կտակը կեղծ է։ Բայց դատարանը մերժեց նրա բողոքը, ասելով, որ նա չունի բավարար ապացույցներ։ Ալեքսը փորձեց գտնել բնօրինակ կտակը, որը նրանք պատրաստել էին, բայց այն անհետացել էր։ Նա փորձեց գտնել վկաներին, ովքեր ներկա էին, երբ քերքը ստորագրեց բնօրինակ կտակը, բայց նրանցից մեկը, Ռոբերտ Մաքսվելը, մեռել էր մի քանի ամիս առաջ, իսկ մյուսները հրաժարվեցին խոսել։ Ինչու։ Ոչ ոք չէր ուզում ասել ճշմարտությունը։ Հայաստանում քերքի մահը ընդունվեց որպես ազգային ԱՕԲ։ Հազարավոր մարդիկ հավաքվեցին Երանի Հանրապետության հրապարակում, հարգելու այն մարդուն, ով տվել էր այնքան շատ իրենց երկրին։ Կառավարությունը հայտարարեց 3 օրվա ԱՕԲ։ Բայց երբ հրապարակվեց, որ քերքը թողել է միայն $50 միլիոն Հայաստանին, շատերը չէին կարող հավատալ։ Նրանք հիշում էին, թե ինչպես քերքը խոստացել էր անել ավելին, թե ինչպես նա խոսել էր $1 միլիարդ մասին, որը կփոխեր երկրի ճակատագիրը։ Հայ համայնքի ղեկավարները սկսեցին հարցեր տալ։ Նրանք ուզում էին իմանալ, թե ինչու քերքը փոխեց կարծիքը։ Նրանք ուզում էին տեսնել բնօրինակ կտակը։ Բայց ամերիկյան իրավաբանները ասացին, որ կտակը գաղտնի է, չի կարող հրապարակվել։ Հայ համայնքը սկսեց կասկածել, որ ինչ-որ բան սխալ է։ Նրանք սկսեցին խոսել կեղծ կտակի մասին, գողացված փողերի մասին, դավադրության մասին։ Բայց նրանք չունեին ապացույցներ։ Նրանք չունեին փաստաթղթեր։ Նրանք ունեին միայն կասկածներ, զայրույթ։ Եվ այդ զայրույթը դեռ շարունակվում է այսօր, 35 տարի անց։ Ովքեր շահեցին քերքի մահից։ Երբ Մարիա Սանչեսը վերջապես համաձայնեց խոսել, նա բերեց ինչ-որ բան, որը պահել էր 35 տարի։ Մի փոքր նոթատետր, որտեղ նա գրում էր ամեն ինչ, ինչ տեղի էր ունենում քերքի տանը այն վերջին ամիսներին։ Նա ասաց, որ սկսել է վարել այդ նոթատետրը, երբ զգաց, որ ինչ-որ բան սխալ է, երբ տեսավ, որ տարօրինակ մարդիկ սկսեցին հայտնվել, երբ լսեց այն զրույցները, որոնք չպետք է լսեր։ Նա ասաց, որ գիտեր, որ մի օր այդ նոթատետրը կարող է լինել։ Եվ նա ճիշտ էր։ Այդ նոթատետրում Մարիան գրել էր ամեն ինչ, ամսաթվերը, ժամերը, անունները, զրույցները։ Նա գրել էր, թե ինչպես հունիսի 12-ին 3 մարդիկ մտան քերքի աշխատասենյակ, վիճեցին կտակի մասին։ Նա գրել էր, թե ինչպես հունիսի 13-ին նրանք հանեցին թղթապանակը անվտանգ տուփից։
Նա գրել էր, թե ինչպես հունիսի 14-ին Քերքը խնդրեց նրան գտնել Ալեքս Եսայանին։ Եվ ամենակարևորը նա գրել էր, թե ինչպես հունիսի 15-ին Քերքի վերջին րոպեներին Ռիչարդ Սթիվենսոնը մտավ սենյակ տվեց Քերքին ստորագրելու մի փաստաթուղթ։ Մարիան նա գրել էր Ռիչարդի նկարագրությունը, բարձրահասակ, շուրջ 50 տարեկան, մուգ մազեր, կապույտ կոստյում։ Նա գրել էր, որ Ռիչարդը ասաց, որ եկել է Նյու Յորքից։ Բայց երբ լրագրողները փորձեցին գտնել Ռիչարդ Սթիվենսոնին, նրանք չկարողացան։ Չկար ոչ մի իրավաբան այդ անունով Նյու Յորքում։ Չկար ոչ մի գրանցում այդ անունով ոչ մի իրավաբանական ֆիրմայում։ Ո՞վ էր Ռիչարդ Սթիվենսոնը։ Եվ ինչու։ Նա անհետացավ Քերքի մահից հետո։ Ալեքս Եսայանը մեռավ 1999, 4 տարի Քերքի մահից հետո։ Նրա վերջին տարիները անցան փորձելով ապացուցել, որ Քերքի կտակը կեղծ էր։ Նա ծախսեց իր բոլոր խնայողությունները իրավաբանների վրա, փորձելով բացել գործը կրկին։ Նա տվեց տասնյակ հարցազրույցներ, որտեղ պատմեց իր պատմությունը։ Նա գրեց գիրք, որտեղ մանրամասն նկարագրեց, թե ինչպես նրանք պատրաստեցին բնօրինակ կտակը Քերքի հետ։ Բայց ոչ ոք չհավատաց նրան։ Մարդիկ ասում էին, որ նա պարզապես դառնացած հին մարդ է, ով չի կարող ընդունել, որ Քերքը փոխեց կարծիքը։ Մարդիկ ասում էին, որ նա փորձում է ստանալ փող Քերքի ժառանգներից։ Մարդիկ ասում էին, որ նա խելագար է։ Բայց Ալեքսը չդադարեց։ Նա շարունակեց պայքարել մինչ վերջ։ Նրա վերջին խոսքերը, որոնք նա ասաց իր դստերը մահվան անկողնում էին, Քերքը ուզում էր օգնել Հայաստանին, նրանք խլեցին այդ հնարավորությունը նրանից, մի օր ճշմարտությունը կբացահայտվի։ Բայց արդյոք կբացահայտվի։ Արդյոք մենք երբեք իմանանք, թե ինչ իսկապես պատահեց այն վերջին 5 րոպեներին։ 35 տարի անց Քերքի մահից, հարցերը դեռ շատ են։ Ո՞ր է բնօրինակ կտակը, որը Ալեքս Եսայանը պատրաստեց։ Ո՞վ էր Ռիչարդ Սթիվենսոնը, ինչու։ Նա անհետացավ։ Ինչու Քերքի ընտանիքը կտրեց կապը Ալեքսի հետ վերջին շաբաթներին։ Ինչու անվտանգ տուփից հանված թղթապանակը երբեք չհայտնվեց։ Եվ ամենակարևորը, ինչ էր այն փաստաթուղթը, որը Քերքը ստորագրեց իր վերջին 5 րոպեներին։ Մարիա Սանչեսի վկայությունը բացեց նոր հարցեր, բայց չտվեց պատասխաններ։ Նրան օդատետրը ցույց է տալիս, որ ինչ-որ բան տարօրինակ էր կատարվում այդ տանը վերջին օրերին։ Բայց դա բավարար է։ Ապացուցելու, որ կտակը կեղծ էր։ Իրավաբանները ասում են՝ ոչ։ Նրանք ասում են, որ անհրաժեշտ են ավելի շատ ապացույցներ, անհրաժեշտ են փաստաթղթեր, անհրաժեշտ են վկաներ։ Բայց բոլոր վկաները կամ մեռել են, կամ լռում են։ Բոլոր փաստաթղթերը կամ անհետացել են, կամ գաղտնի են։ Եվ ճշմարտությունը, եթե այն երբեք գոյություն ունեցել է, թաղված է Քերք Քիրքորյանի հետ Ֆորեսթ Լոն հուղարկավայրում։ Բայց գուցե ամենակարևոր հարցը այս չէ, ինչ պատահեց այն վերջին 5 րոպեներին։ Գուցե ամենակարևոր հարցը այս է, ինչու։ Մենք թույլ տվեցինք, որ դա պատահի։ Ինչու։ Հայ համայնքը, որը այդքան սիրում էր Քերք Քիրքորյանին, չպաշտպանեց նրա վերջին կամքը։ Ինչու։ Մենք չպահանջեցինք ճշմարտությունը, երբ տեսանք, որ ինչ-որ բան սխալ է։ Ինչու։ Մենք ընդունեցինք այն, ինչ մեզ ասացին, առանց հարցեր տալու։ Քերք Քիրքորյանը ամբողջ կյանքը տվեց հայ ժողովրդին։ Նա կառուցեց ճանապարհներ, հիվանդանոցներ, դպրոցներ։ Նա ներդրեց միլիարդներ Հայաստանում։ Նա երազում էր տեսնել Հայաստանը ուժեղ, անկախ, բարգավաճ։ Եվ նրա վերջին ցանկությունը, ըստ Ալեքս Եսայանի Մարիա Սանչեսի, էր թողնել այնքան փող, որը կիրականացներ այդ երազանքը։ Բայց եթե նրանք ճիշտ են ասում, ապա մեկը խլեց այդ հնարավորությունը նրանից։ Մեկը գողացավ այն փողերը, որոնք պետք է գնային Հայաստան։ Մեկը փոխեց Քերքի վերջին կամքը։ Եվ մենք, հայ ժողովուրդը, թույլ տվեցինք, որ դա պատահի։ Մենք լռեցինք։ Մենք ընդունեցինք։ Մենք շարունակեցինք ապրել։ Բայց արդյոք մենք պետք է լռենք։ Արդյոք մենք պետք է ընդունենք։ Արդյոք մենք պետք է մոռանանք։ Այսօր, 35 տարի Քերք Քիրքորյանի մահից հետո, Հայաստանը դեռ պայքարում է։ Երկիրը դեռ աղքատ է, դեռ կախված է արտաքին օգնությունից, դեռ փնտրում է իր ճանապարհը։ Եվ մարդիկ դեռ հարցնում են, ինչ կլիներ, եթե Քերքի 1 միլիարդ դոլարը հասներ Հայաստան։ Ինչ կլիներ, եթե այդ փողերը օգտագործվեին էներգետիկ անկախության համար, ինչպես Քերքը երազում էր։
Ինչ կլիներ, եթե այդ փողերը կառուցեին հիդրոէլեկտրակայաններ, արային էլեկտրակայաններ, ստեղծեին համակարգ, որը կթույլ տար Հայաստանին լինել ինքնաբավ։ Ինչ կլիներ, եթե քերքի երազանքը իրականանար։ Բայց այդ երազանքը չիրականացավ։ Այդ փողերը չհասան Հայաստան։ Եվ մենք երբեք չիմացանք, ինչու։ Մենք երբեք չիմացանք, ով էր պատասխանատու։ Մենք երբեք չիմացանք, ինչ իսկապես պատահեց այն վերջին 5 րոպեներին։ Եվ գուցե մենք երբեք չիմանանք։ Բայց մի բան մենք գիտենք, Քերք Քիրքորյանը սիրում էր Հայաստանը ավելի, քան ինքն իրեն։ Եվ եթե նա կարողանար խոսել այսօր, նա կասեր՝ մի լռեք, մի ընդունեք, մի մոռացեք։ Պահանջեք ճշմարտությունը։ Պայքարեք արդարության համար։ Եվ երբեք մի թույլ տվեք, որ ինչ-որ մեկը գողանա ձեր ապագան։ Բայց ճշմարտությունը, որքան էլ որ մենք փնտրենք այն, թաղված է ոչ միայն Քերքի հետ։ Այն թաղված է նա փաստաթղթերում, որոնք երբեք չհայտնվեցին դատարանում, վկաների մեջ, ովքեր ընտրեցին լռությունը, համակարգում, որը թույլ տվեց, որ այս ամենը տեղի ունենա։ Երբ Մարիա Սանչեսը ավարտեց իր պատմությունը, նա ասաց մի բան, որը ստիպեց բոլորին սառչել։ Նա ասաց. «Ես գիտեմ, որ կան ուրիշներ, ովքեր տեսան այն, ինչ ես տեսա։ Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր գիտեն ճշմարտությունը։ Բայց նրանք վախենում են խոսել։ Նրանք վախենում են, որ այն, ինչ պատահեց Ալեքս Եսայանի հետ, կպատահի նրանց հետ։ Նրանք վախենում են, որ կորցնեն ամեն ինչ։ Բայց ես այլս չունեմ ինչ կորցնել։ Ես ծեր եմ։ Իմ թոռնուհին ուզում է իմանալ ճշմարտությունը։ Եվ ես պարտական եմ նրան ասել այն, ինչ գիտեմ։ Նույնիսկ եթե դա նշանակում է, որ ինչ-որ մեկը կփորձի ինձ դադարեցնել։ Ովքեր են այդ մարդիկը, ովքեր դեռ լռում են։ Եվ ինչու նրանք այդքան վախենում են խոսել։ Քերքի հարստությունը, երբ նա մեռավ, գնահատվում էր մոտավորապես $4 միլիարդ։ Սա ներառում էր նրա բաժնետոմսերը ՄՋՄ-ում, նրա անշարժ գույքը Լաս Վեգասում, Լոս Անջելեսում, նրա ներդրումները տարբեր ընկերություններում, նրա անձնական հավաքածուները։ Պաշտոնական կտակը, որը ներկայացվեց։ Դատարանում բաշխեց այդ հարստությունը հետյալ կերպ, երկու դուստրերը ստացան $200 միլիոն յուրաքանչյուրը, մի քանի մերձավոր ընկերներ ստացան տասնական միլիոններ, իսկ մնացած գումարը, մոտավորապես $3 միլիարդ, գնաց բարեգործական հիմնադրամներին։ Այդ հիմնադրամներից ամենամեծը, Lency Foundation-ը, ստացավ $2 միլիարդ։ Այդ հիմնադրամը, որը ստեղծվել էր 1991-ին, պետք է ֆինանսավորեր նախագծեր Հայաստանում, Արցախում։ Բայց երբ մարդիկ սկսեցին ուսումնասիրել, թե ինչպես է այդ հիմնադրամը ծախսում փողերը, նրանք հայտնաբերեցին տարօրինակ բաներ։ Մեծ մասը փողերից ծախսվում էր ադմինիստրատիվ ծախսերի վրա, խորհրդատուների վրա, իրավաբանների վրա։ Փաստացի նախագծերը, որոնք իրականացվում էին Հայաստանում, ստանում էին միայն փոքր մասը։ Եվ ամենակարևորը, հիմնադրամի խորհուրդը բաղկացած էր մարդկանց, ովքեր բոլորը կապված էին Քերքի ընտանիքի հետ։ Ով իսկապես վերահսկում էր այդ փողերը։ Lency Foundation-ի նախագահը 1995-ից մինչ 1999 եղել է Ռեյմոնդ Քերքորյանը, Քերքի հեռավոր ազգական, ով աշխատել էր որպես իրավաբան Լաս Վեգասում։ Ռեյմոնդը հայտնի էր որպես խիստ մարդ, ով չէր սիրում հարցեր, չէր սիրում լրագրողներ։ Երբ հայ համայնքի ներկայացուցիչները փորձեցին հանդիպել նրա հետ, քննարկելու, թե ինչպես է հիմնադրամը ծախսում փողերը, նա մերժեց նրանց։ Երբ լրագրողները փորձեցին հարցազրույց վերցնել նրանից, նա ասաց. «Ես չունեմ ասելիք»։ Երբ Ալեքս Եսայանը փորձեց դիմել նրան, պահանջելով տեսնել հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները, Ռեյմոնդը պատասխանեց իրավաբանական նամակով, որտեղ սպառնում էր դատական հայցով, եթե Ալեքսը շարունակի զրպարտել հիմնադրամի մասին։ Ինչու Ռեյմոնդը այդքան պաշտպանական էր։ Ինչ էր նա թաքցնում։ Եվ ինչու։ Քերքի ընտանիքը ընտրեց հենց նրան, վերահսկելու $2 միլիարդ։ 1998-ին Ռեյմոնդ Քերքորյանը հրաժարական տվեց Lency Foundation-ի նախագահի պաշտոնից։ Նա չբացատրեց պատճառները, պարզապես ասաց, որ ուզում է անցնել մասնավոր կյանքի։ Նրա փոխարեն նշանակվեց Ջորջ Մեյսոնը, նախկին բանկիր, ով աշխատել էր Քերքի հետ տարիներ շարունակ։ Ջորջը եկավ խոստումներով, նա ասաց, որ կդարձնի հիմնադրամը ավելի թափանցիկ, որ կհրապարակի ֆինանսական հաշվետվություններ, որ կհամագործակցի հայ համայնքի հետ։ Բայց այդ խոստումները երբեք չիրականացան։ Ջորջը վարեց հիմնադրամը նույն ոճով, ինչպես Ռեյմոնդը, փակ դռների հետում, առանց թափանցիկության, առանց հաշվետվողականության։
Երբ հայ համայնքի ներկայացուցիչները հարցրեցին, թե ինչու հիմնադրամը չի հրապարակում մանրամասն հաշվետվություններ, Ջորջը պատասխանեց. «Մենք պաշտպանում ենք մեր դոնորների գաղտնիությունը»։ Բայց Քերքը մեռել էր։ Նա այլևս չէր կարող պահանջել գաղտնիություն։ Ուրեմն ո՞ն գաղտնիությունն էին նրանք պաշտպանում։ Եվ ինչու այդ գաղտնիությունը այդքան կարևոր էր։ 1999 Ալեքս Եսայանը վարձեց մասնավոր հետաքննիչ ուսումնասիրելու Lindsay Foundation-ի ֆինանսական գործունեությունը։ Այդ հետաքննիչը Ջեյմս Ռիլին եղել է նախկին ՖԲ գործակալ, ով մասնագիտացած էր ֆինանսական հանցագործությունների բացահայտման մեջ։ Ջեյմսը սկսեց հետաքննությունը շատ արագ հայտնաբերեց տարօրինակ բաներ։ Նա հայտնաբերեց, որ հիմնադրամը վճարում էր հսկայական գումարներ խորհրդատվական ընկերություններին, որոնք բոլորը կապված էին Քերքի ընտանիքի հետ։ Նա հայտնաբերեց, որ հիմնադրամը գնել էր անշարժ գույք Լոս Անջելեսում, Լաս Վեգասում, գներով, որոնք շատ ավելի բարձր էին շուկայական գներից։ Նա հայտնաբերեց, որ հիմնադրամը տվել էր վարկեր մի քանի ընկերություններին, որոնք երբեք չվերադարձրին այդ վարկերը։ Եվ ամենակարևորը, նա հայտնաբերեց, որ հիմնադրամի բանկային հաշիվներից փող էր փոխանցվում օֆշոր հաշիվներին, երկրներում, որտեղ ֆինանսական գործարքները գաղտնի են։ Ջեյմսը պատրաստեց մանրամասն հաշվետվություն ներկայացրեց այն Ալեքսին։ Ալեքսը անմիջապես դիմեց դատախազությանը, պահանջելով քրեական հետաքննություն։ Բայց դատախազությունը մերժեց նրա պահանջը, ասելով, որ չկան բավարար ապացույցներ։ Ինչու՞։ Դատախազությունը չուզեց հետաքննել այս գործը։ Պատասխանը, ըստ Ջեյմս Ռիլիի, պարզ էր, Քերքի ընտանիքը ուներ հզոր կապեր։ Թրեյսի Քերքորյանը ամուսնացած էր Ջոն Մաքսվելի հետ, հայտնի իրավաբանի, ով ներկայացնում էր մի քանի խոշոր կորպորացիաներ Լաս Վեգասում։ Լինդա Քերքորյանը ամուսնացած էր Ռիչարդ Սթոնի հետ, ներդրումային բանկիրի, ով ուներ կապեր Վաշինգտոնում։ Այդ մարդիկը ունեին ազդեցություն, ունեին փող, ունեին իրավաբաններ, ովքեր կարող էին արգելափակել ցանկացած հետաքննություն։ Ջեյմսը ասաց Ալեքսին. «Դուք պայքարում եք համակարգի դեմ, որը պաշտպանում է հարուստներին։ Դուք երբեք չեք հաղթի այս պայքարում, քանի դեռ չունեք ավելի ուժեղ ապացույցներ»։ Ալեքսը հարցրեց. «Ինչ տեսակի ապացույցներ»։ Ջեյմսը պատասխանեց. «Ձեզ անհրաժեշտ է բնօրինակ կտակը, այն կտակը, որը դուք պատրաստեցիք Քերքի հետ։ Առանց այդ փաստաթղթի, դուք ոչինչ չեք կարող ապացուցել»։ Բայց բնօրինակ կտակը անհետացել էր։ Եվ Ալեքսը չգիտեր, թե որտեղ փնտրել այն։ Մինչ մի օր, երբ նա ստացավ անանուն նամակ։ Նամակը եկավ 1998-ի հոկտեմբերին։ Այն ուղարկված էր Ալեքսի տուն, առանց ետադարձ հասցեի, առանց ստորագրության։ Նամակի մեջ կար միայն մի նախադասություն. «Փնտրեք Քերքի անձնական անվտանգ տուփը Bank of America-ում, Բերլի Հիլսի մասնաճյուղում, տուփ համար 351»։ Ալեքսը չգիտեր, թե ով ուղարկել էր այդ նամակը, բայց նա որոշեց ստուգել։ Նա գնաց Bank of America-ի Բերլի Հիլսի մասնաճյուղ, հարցրեց անվտանգ տուփ համար 351-ի մասին։ Բանկի աշխատակիցը ստուգեց համակարգը, ասաց. «Այո, այդպիսի տուփ կա, բայց այն գրանցված է Քերք Քերքորյանի անվան վրա, միայն նա կամ նրա իրավաբանորեն լիազորված ներկայացուցիչը կարող է բացել այն»։ Ալեքսը ասաց. «Ես եմ պարոն Քերքորյանի իրավաբանը, ես ունեմ լիազորագիր»։ Բայց աշխատակիցը ասաց. «Ցավոք, պարոն Քերքորյանը մեռել է, այժմ տուփը պատկանում է նրա ժառանգներին։ Դուք պետք է ստանաք թույլտվություն նրանցից»։ Ալեքսը գիտեր, որ Քերքի ժառանգները երբեք չեն տա նրան թույլտվություն։ Բայց նա չդադարեց։ Նա վարձեց իրավաբան, ներկայացրեց դատական հայց, պահանջելով իրավունք բացել այդ անվտանգ տուփը։ Գործը տևեց 2 տարի։ Եվ վերջապես, 1999, դատարանը որոշեց Ալեքսի օգտին։ Բայց երբ նրանք բացեցին տուփը, այն դատարկ էր։ Ո՞վ էր դատարկել այն։ Եվ երբ։ Բանկի գրառումները ցույց էին տալիս, որ անվտանգ տուփը վերջին անգամ բացվել էր 1995-ի հունիսի 16-ին, 1 օր Քերքի մահից հետո։ Այն բացել էր մեկը, ով ներկայացրել էր լիազորագիր Քերքի ընտանիքից։ Բանկի աշխատակիցը, ով ծառայել էր այդ մարդուն, հիշում էր նրան, բարձրահասակ, շուրջ 50 տարեկան, մուգ մազեր, կապույտ կոստյում։ Նույն նկարագրությունը, որը Մարիա Սանչեսը տվել էր Ռիչարդ Սթիվենսոնի մասին։ Աշխատակիցը ասաց, որ այդ մարդը մնաց տուփի մոտ մոտավորապես 15 րոպե, հետո դուրս եկավ, ձեռքին մի մեծ ծրար։ Երբ Ալեքսը հարցրեց, արդյոք աշխատակիցը կարող է նույնականացնել այդ մարդուն, եթե տեսնի նրա լուսանկարը, աշխատակիցը ասաց. «Այո, ես կարող եմ»։
Ալեքսը սկսեց փնտրել Ռիչարդ Սթիվենսոնի լուսանկարը։ Նա դիմեց իրավաբանական ֆիրմաներին, բանկերին, կորպորացիաներին։ Բայց ոչ ոք չգիտեր այդպիսի մարդու մասին։ Ռիչարդ Սթիվենսոնը կարծես երբեք գոյություն չէր ունեցել։ Բայց եթե նա չէր գոյություն ունեցել, ապա ով էր այդ մարդը, ով մտավ քերքի սենյակ նրա վերջին րոպեներին։ Եվ ով էր այդ մարդը, ով դատարկեց անվտանգ տուփը։ Ջեյմս Ռիլին ուներ մի տեսություն։ Նա ասաց Ալեքսին, Ռիչարդ Սթիվենսոնը կեղծ անուն է։ Այդ մարդը հավանաբար մասնագետ է, ով վարձվել է կատարելու կոնկրետ աշխատանք, ստանալ քերքի ստորագրությունը նոր կտակի վրա հանել բնօրինակ կտակը անվտանգ տուփից։ Այդպիսի մարդիկ գոյություն ունեն, նրանք աշխատում են ստվերում, նրանք չթողնում են հետքեր։ Նրանք վարձվում են հարուստների կողմից, երբ անհրաժեշտ է անել ինչ-որ բան, որը չի կարող արվել օրինական ճանապարհով։ Ալեքսը հարցրեց, ինչպես մենք կարող ենք գտնել այդ մարդուն։ Ջեյմսը պատասխանեց, մենք չենք կարող։ Այդ մարդիկը չափազանց մասնագետ են։ Նրանք գիտեն, թե ինչպես անհետանալ։ Բայց կա մեկ այլ ճանապարհ։ Մենք պետք է գտնենք այն մարդուն, ով վարձեց նրան։ Եթե մենք գտնենք վարձատուին, մենք կգտնենք ճշմարտությունը։ Բայց ով էր վարձատուն։ Ով ուներ շահ փոխելու քերքի կտակը։ Ով ուներ փող վարձելու այդպիսի մասնագետի։ Եվ ով ուներ կապեր, որպեսզի համոզվի, որ ոչ ոք երբեք չիմանա ճշմարտությունը։ Պատասխանը, ըստ Ջեյմսի, պարզ էր՝ քերքի ընտանիքը։ Թրեյսին Լինդան ունեին ամենամեծ շահը փոխելու կտակը։ Եթե բնօրինակ կտակը, որը Ալեքսը պատրաստել էր, հայտնվեր դատարանում, նրանք կստանային միայն $200 միլիոն յուրաքանչյուրը, իսկ մնացած 3 միլիարդը կգնար Հայաստան այլ բարեգործական նպատակների։ Բայց եթե այդ կտակը անհետանար փոխարինվեր նորով, նրանք կվերահսկեին ամբողջ հարստությունը բարեգործական հիմնադրամների միջոցով։ Նրանք ունեին շարժառիթ։ Նրանք ունեին փող։ Նրանք ունեին կապեր։ Բայց արդյոք նրանք իսկապես կարող էին անել այդ։ Արդյոք երկու դուստրեր կարող էին խաբել իրենց հորը նրա վերջին րոպեներին։ Ալեքսը չէր ուզում հավատալ դրան։ Նա ճանաչում էր Թրեյսին Լինդային երեխայությունից։ Նա տեսել էր, թե ինչպես քերքը սիրում էր նրանց, թե ինչպես նա անում էր ամեն ինչ նրանց համար։ Բայց Ջեյմսը ասաց, փողը փոխում է մարդկանց։ Երբ խոսքը վերաբերում է միլիարդների, մարդիկ կարող են անել բաներ, որոնք դուք երբեք չէիք պատկերացնի։ Եվ եթե դուք ուզում եք ապացուցել ձեր տեսությունը, դուք պետք է գտնեք ապացույցներ, որոնք կապում են նրանց այդ մարդու հետ, ով ներկայացավ որպես Ռիչարդ Սթիվենսոն։ 1999, մի քանի ամիս մինչ իր մահը, Ալեքս Եսայանը ստացավ հեռախոսային զանգ։ Զանգողը չներկայացավ, բայց ասաց, ես գիտեմ, թե ինչ եք փնտրում, ես կարող եմ օգնել ձեզ։ Ալեքսը հարցրեց, ով եք դուք։ Զանգողը պատասխանեց, դա կարոր չէ, կարորը այն է, որ ես աշխատել եմ քերքի ընտանիքի համար, ես տեսել եմ բաներ, որոնք դուք պետք է իմանաք։ Ալեքսը ասաց, ինչու եք ուզում օգնել ինձ։ Զանգողը պատասխանեց, որովհետև այն, ինչ նրանք արեցին, սխալ էր, ես չեմ կարող ապրել այդ գաղտնիքի հետ։ Ալեքսը հարցրեց, ինչ գաղտնիք։ Զանգողը ասաց, ես չեմ կարող խոսել հեռախոսով, մենք պետք է հանդիպենք։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել մի շաբաթ անց, մի հանգիստ սրճարանում Սանտա Մոնիկայում։ Բայց երբ Ալեքսը եկավ այնտեղ նշանակված ժամին, զանգողը չեկավ։ Ալեքսը սպասեց 2 ժամ, բայց ոչ ոք չհայտնվեց։ Նա փորձեց կրկին զանգահարել այն հեռախոսահամարից, որտեղից զանգել էին նրան, բայց համարը անջատված էր։ Ալեքսը երբեք այլս չլսեց այդ մարդուց։ Ով էր այդ զանգողը։ Եվ ինչու։ Նա չեկավ հանդիպմանը։ 2 շաբաթ հետո Ալեքսը կարդաց լուր թերթում։ Մի մարդ, ով աշխատել էր որպես անձնական օգնական քերքի ընտանիքի մոտ, մահացել էր ավտովթարի հետանքով Մալիբուի ճանապարհին։ Ոստիկանությունը ասաց, որ դա պատահական դեպք էր, մարդը կորցրել էր վերահսկողությունը մեքենայի վրա ընկել էր ժայռից։ Բայց Ալեքսը ունեցավ տարօրինակ զգացում։ Նա հարցրեց Ջեյմս Ռիլիին հետաքննել այդ դեպքը։ Ջեյմսը խոսեց ոստիկանության հետ, ուսումնասիրեց ավտովթարի հաշվետվությունը, հարցաքննեց վկաներին։ Եվ նա հայտնաբերեց մի բան տարօրինակ։ Մեքենայի արգելակները չէին աշխատել։ Մեխանիկը, ով ստուգեց մեքենան վթարից հետո, ասաց, որ արգելակային հեղուկը լիովին դատարկ էր, կարծես որ մեկը դիտմամբ դատարկել էր այն։ Բայց ոստիկանությունը չուզեց հետաքննել այն որպես սպանություն։
Նրանք ասացին, որ դա պարզապես մեխանիկական խափանում էր։ Ջեյմսը ասաց Ալեքսին, սա չէր պատահական դեպք, սա սպանություն էր։ Եվ ես կարծում եմ, որ այդ մարդը զանգահարել էր ձեզ։ Ալեքսը զգաց սառը վախ։ Եթե Ջեյմսը ճիշտ էր, ապա Քերքի ընտանիքը պատրաստ էր սպանել, որպեսզի պաշտպանի իրենց գաղտնիքները։ Եւ եթե նրանք սպանեցին մեկին, նրանք կարող էին սպանել ուրիշներին։ Ալեքսը հասկացավ, որ նա վտանգի մեջ է։ Բայց նա չդադարեց։ Նա շարունակեց պայքարել մինչ վերջ։ Մինչ այն օրը, երբ նրա սիրտը դադարեց զարկել։ Ալեքս Եսայանի մահվան վկայականում գրված էր. «Սրտի նոպա»։ Բժիշկները ասացին, որ դա բնական էր, նա 81 տարեկան էր, ուներ սրտի խնդիրներ, ապրել էր սթրեսային կյանք։ Բայց Ջեյմս Ռիլին չհավատաց դրան։ Նա պահանջեց ակնարկություն, բայց Ալեքսի ընտանիքը մերժեց։ Նրանք ասացին, որ ուզում են թաղել նրան արագ հանգիստ, առանց լրատվամիջոցների ուշադրության։ Ջեյմսը փորձեց դիմել դատախազությանը, բայց նրանք ասացին, որ չկա հիմք քրեական հետաքննության համար։ Ալեքսը թաղվեց 1999 Լոս Անջելեսի Կալվարի գերեզմանատանը, մի պարզ արարողության ժամանակ, որին ներկա էին միայն նրա ընտանիքը մի քանի ընկերներ։ Ջեյմս Ռիլին կանգնեց հեռվից լաց եղավ, ոչ միայն իր ընկերոջ մահվան համար, այլ որովհետև գիտեր, որ ճշմարտությունը թաղվեց Ալեքսի հետ։ Առանց Ալեքսի, առանց բնօրինակ կտակի, առանց ապացույցների, ոչ ոք չէր կարող ապացուցել, որ Քերքի կտակը կեղծ էր։ Գործը փակվեց։ Եվ Քերքի միլիարդները մնացին այնտեղ, որտեղ նրանք էին, Lindsay Foundation-ում, վերահսկվելով Քերքի ընտանիքի կողմից։ Բայց արդյոք ճշմարտությունը իսկապես թաղված էր։ Արդյոք չկար ոչ ոք, ով կարող էր շարունակել Ալեքսի պայքարը։ Մարիա Սանչեսը լսեց Ալեքսի մահվան մասին լրատվամիջոցներից։ Նա չէր ճանաչում նրան անձամբ, բայց նա հիշում էր, թե ինչպես Քերքը խոսում էր նրա մասին. «Ալեքսը իմ ամենամոտ ընկերն է, նա միակ մարդն է, ում ես լիովին վստահում եմ»։ Երբ Մարիան լսեց, որ Ալեքսը մեռել է, նա զգաց, որ պետք է ինչ-որ բան անի։ Նա հիշեց Քերքի վերջին խոսքերը. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ես ուզում եմ, որ դու հիշես, որ ես ուզում էի օգնել իմ ժողովրդին»։ Մարիան հասկացավ, որ Քերքը փորձում էր նրան ասել ինչ-որ բան, փորձում էր նրան պատրաստել այն օրվա համար, երբ ճշմարտությունը պետք է բացահայտվեր։ Եվ այժմ, 35 տարի անց, Մարիան որոշեց խոսել։ Նա որոշեց պատմել այն, ինչ տեսել էր, այն, ինչ լսել էր, այն, ինչ գրել էր իր նոթատետրում։ Նա գիտեր, որ դա վտանգավոր էր։ Նա գիտեր, որ Քերքի ընտանիքը կարող էր փորձել դադարեցնել նրան։ Բայց նա այլևս չէր վախենում։ Նա ասաց. «Ես ծեր եմ, ես ապրել եմ իմ կյանքը, եթե ես պետք է մեռնեմ, ես ուզում եմ մեռնել, իմանալով, որ ես արեցի ճիշտ բանը»։ Եվ այդպես, 35 տարի Քերքի մահից հետո, Մարիա Սանչեսը նստեց տեսախցիկի առջ պատմեց իր պատմությունը։ Պատմություն, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Բայց արդյոք մարդիկ կհավատային նրան։ Երբ Մարիայի հարցազրույցը հրապարակվեց, արձագանքը ակնթարթային էր։ Հայ համայնքը պայթեց զայրույթից։ Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ Երևանում, Լոս Անջելեսում, Փարիզում, Մոսկվայում, պահանջելով արդարություն Քերքի համար։ Նրանք պահանջում էին նոր հետաքննություն, պահանջում էին բացել Քերքի կտակի գործը կրկին, պահանջում էին, որ Lindsay Foundation-ը հրապարակի իր ֆինանսական հաշվետվությունները։ Հայաստանի կառավարությունը դիմեց ամերիկյան իշխանություններին, պահանջելով քրեական հետաքննություն։ Բայց ամերիկյան իշխանությունները պատասխանեցին, որ չկան բավարար ապացույցներ սկսելու հետաքննություն։ Մարիայի վկայությունը, որքան էլ որ հուզիչ լիներ, չէր բավարար։ Անհրաժեշտ էին փաստաթղթեր, անհրաժեշտ էին ֆինանսական գրառումներ, անհրաժեշտ էր բնօրինակ կտակը։ Եվ այդ բոլորը անհետացել էին։ Քերքի ընտանիքը հրապարակեց հայտարարություն, որտեղ մերժեց բոլոր մեղադրանքները։ Նրանք ասացին, որ Մարիա Սանչեսը շփոթված ծեր կին է, ով չի հիշում ճիշտ, թե ինչ տեղի ունեցավ 35 տարի առաջ։ Նրանք ասացին, որ Քերքը ինքը ստորագրեց վերջնական կտակը, որ նա լիովին գիտակցում էր, թե ինչ է անում, որ նա ուզում էր, որ իր փողերը գնան բարեգործական նպատակների։ Եվ նրանք սպառնացին դատական հայցով ցանկացած մեկի դեմ, ով շարունակեր տարածել զրպարտանքներ նրանց մասին։ Բայց հայ համայնքը չլռեց։ Նրանք շարունակեցին պահանջել ճշմարտությունը։ Եվ նրանք դեռ պահանջում են այն այսօր։ Lindsay Foundation-ը փակվեց 1999։ Պաշտոնական բացատրությունը եղավ, որ հիմնադրամը կատարել էր իր առաքելությունը այլևս անհրաժեշտ չէր։
Բայց իրականում, ըստ ֆինանսական վերլուծաբանների, հիմնադրամը փակվեց, որովհետև այն սկսեց ստանալ չափազանց շատ ուշադրություն։ Չափազանց շատ հարցեր էին տրվում, չափազանց շատ մարդիկ էին պահանջում թափանցիկություն։ Եվ Քերքի ընտանիքը որոշեց, որ ավելի լավ է փակել հիմնադրամը, քան ռիսկել, որ ինչ-որ մեկը հայտնաբերի ճշմարտությունը։ Երբ հիմնադրամը փակվեց, մնացած փողերը, մոտավորապես $1 միլիարդ, փոխանցվեց այլ բարեգործական կազմակերպություններին։ Բայց այդ կազմակերպությունները նույնպես վերահսկվում էին Քերքի ընտանիքի կողմից։ Փողերը երբեք չհասան Հայաստան այնպես, ինչպես Քերքը երազում էր։ Փողերը երբեք չկառուցեցին այն հիդրոէլեկտրակայանները, արային էլեկտրակայանները, որոնց մասին Քերքը խոսում էր։ Փողերը պարզապես անհետացան համակարգում, ադմինիստրատիվ ծախսերի, խորհրդատուների, իրավաբանների մեջ։ Եվ Հայաստանը, երկիրը, որին Քերքը սիրում էր ավելի, քան ինքն իրեն, մնաց աղքատ, կախված, պայքարող։ Արդյոք սա էր Քերքի երազանքը։ Արդյոք սա էր այն, ինչի համար նա աշխատել էր ողջ կյանքը։ Այսօր, երբ դուք այցելում եք Քերք Քիրքորյանի գերեզմանը Ֆորեսթ Լոն հուղարկավայրում, դուք տեսնում եք պարզ գրանիտե տախտակ, նրա անունով, ծննդյան մահվան ամսաթվերով։ Ոչ մի հուշարձան, ոչ մի մեծ կառույց, ոչ մի բան, որը կարտացոլեր նրա հսկայական ազդեցությունը աշխարհի վրա։ Բայց եթե դուք նայեք ուշադիր, դուք կտեսնեք ինչ-որ բան տարօրինակ։ Գրանիտե տախտակի վրա, փոքր տառերով, գրված է մի նախադասություն՝ նա սիրեց Հայաստանը։ 4 պարզ բառ, որոնք ամփոփում են Քերքի ողջ կյանքը։ Բայց արդյոք այդ բառերը բավարար են։ Արդյոք դրանք պատմում են ողջ պատմությունը։ Արդյոք դրանք բացատրում են, թե ինչ պատահեց այն վերջին 5 րոպեներին։ Ոչ։ Ճշմարտությունը ավելի բարդ է, ավելի մութ է, ավելի ցավոտ է։ Ճշմարտությունը այն է, որ Քերք Քիրքորյանը մարդ, ով տվեց միլիարդներ իր ժողովրդին, ով կառուցեց ճանապարհներ, հիվանդանոցներ, ով երազում էր տեսնել Հայաստանը ուժեղ անկախ, խաբվեց իր վերջին րոպեներին։ Նրա վերջին կամքը, նրա վերջին երազանքը, նրա վերջին նվերը իր ժողովրդին գողացվեց։ Եվ մենք, հայ ժողովուրդը, թույլ տվեցինք, որ դա պատահի։ Մենք լռեցինք, մենք ընդունեցինք, մենք շարունակեցինք ապրել։ Բայց արդյոք մենք պետք է շարունակենք լռել։ Մարիա Սանչեսի վկայությունը բացեց մի պատուհան դեպի ճշմարտությունը։ Բայց այդ պատուհանը դեռ փակ է։ Մենք դեռ չգիտենք, թե ով էր Ռիչարդ Սթիվենսոնը։ Մենք դեռ չգիտենք, թե ուր է բնօրինակ կտակը։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ իսկապես պատահեց այն վերջին 5 րոպեներին։ Բայց մենք գիտենք մի բան՝ Քերք Քիրքորյանը ուզում էր օգնել Հայաստանին։ Նա ուզում էր թողնել $1 միլիարդ, որը կփոխեր երկրի ճակատագիրը։ Եվ ինչ-որ մեկը, կամ ինչ-որ մեկերը խանգարեցին նրան։ Նրանք գողացան այդ փողերը։ Նրանք խաբեցին Քերքին։ Նրանք խաբեցին հայ ժողովրդին։ Եվ նրանք դեռ ազատ են։ Նրանք դեռ ապրում են իրենց հարուստ կյանքով, իրենց մեծ տներում, իրենց շքեղ մեքենաներում։ Եվ նրանք քնում են հանգիստ, գիտենալով, որ ոչ ոք երբեք չի իմանա ճշմարտությունը։ Բայց արդյոք նրանք ճիշտ են։ Արդյոք ճշմարտությունը կարող է մնալ թաղված հավերժ։ Արդյոք արդարությունը երբեք չի գա։ Պատասխանը կախված է մեզանից։ Եթե մենք շարունակենք լռել, եթե մենք շարունակենք ընդունել, եթե մենք շարունակենք մոռանալ, ապա ճշմարտությունը կմնա թաղված։ Բայց եթե մենք պահանջենք պատասխաններ, եթե մենք պահանջենք հետաքննություն, եթե մենք պահանջենք արդարություն, ապա գուցե, միայն գուցե, մենք կիմանանք, թե ինչ իսկապես պատահեց այն վերջին 5 րոպեներին։ Քերք Քիրքորյանը չի կարող խոսել այլս։ Ալեքս Եսայանը չի կարող պայքարել այլս։ Բայց մենք կարող ենք։ Մենք կարող ենք խոսել նրանց անունից։ Մենք կարող ենք պայքարել նրանց հիշատակի համար։ Մենք կարող ենք պահանջել, որ Քերքի վերջին երազանքը իրականանա։ Ոչ այսօր, ոչ վաղը, բայց մի օր։ Որովհետև ճշմարտությունը, որքան էլ որ թաքցված լինի, միշտ գտնում է ճանապարհ դեպի լույս։ Եվ արդարությունը, որքան էլ որ ուշանա, միշտ գալիս է։ Հարցը միայն այն է, արդյոք մենք պատրաստ ենք սպասել։ Արդյոք մենք պատրաստ ենք պայքարել։ Արդյոք մենք պատրաստ ենք պահանջել այն, ինչ մեզ պատկանում է։ Քերք Քիրքորյանի պատմությունը դեռ չի ավարտվել։ Նրա վերջին գիշերը, նրա վերջին 5 րոպեները, նրա վերջին կտակը, դրանք դեռ առեղծված են։ Բայց գուցե, մի օր, մեկը կգտնի այն փաստաթուղթը, որը կապացուցի ճշմարտությունը։ Գուցե մեկը կխոսի, մեկը, ով տեսել է, մեկը, ով գիտի։ Գուցե արդարությունը կգա։
Բայց մինչ այդ օրը մենք պետք է հիշենք Քերք Քիրքորյանին ոչ միայն որպես միլիարդատեր, ոչ միայն որպես բարեգործ, այլ որպես մարդ, ով սիրեց իր ժողովուրդը ավելի, քան ինքն իրեն։ Մարդ, ով տվեց ամեն ինչ, ինչ ուներ։ Մարդ, ով երազում էր տեսնել Հայաստանը ուժեղ, անկախ, բարգավաճ։ Եվ մարդ, ով գուցե խաբվեց իր վերջին րոպեներին։ Բայց նրա երազանքը չմեռավ նրա հետ։ Այն ապրում է մեր մեջ։ Եվ եթե մենք իսկապես սիրում ենք Հայաստանը, եթե մենք իսկապես ուզում ենք պատվել Քերքի հիշատակը, ապա մենք պետք է շարունակենք նրա պայքարը։ Մենք պետք է պահանջենք ճշմարտությունը։ Մենք պետք է պահանջենք արդարությունը։ Եվ մենք պետք է երբեք մոռանանք այն, ինչ Քերք Քիրքորյանը արեց մեր համար։ Որովհետև նա արժանի է դրան։ Եվ մենք պարտական ենք նրան։ Բայց կա մեկ այլ հարց, որը շատերը վախենում են տալ։ Եթե Քերքի կտակը իսկապես կեղծվեց, եթե այդ $1 միլիարդ իսկապես գողացվեց, ապա ո՞ր են այդ փողերը այսօր։ Lindsay Foundation-ը փակվեց 1999, բայց փողերը չանհետացան պարզապես օդում։ Դրանք փոխանցվեցին ուրիշ կազմակերպություններին, ներդրվեցին ուրիշ նախագծերում, տեղափոխվեցին ուրիշ հաշիվներ։ Ջեյմս Ռիլին, նախքան իր հետաքննությունը դադարեցնելը Ալեքսի մահից հետո, հայտնաբերեց մի բան հետաքրքիր։ Նա հայտնաբերեց, որ Lindsay Foundation-ից մեծ գումարներ փոխանցվել էին մի ընկերության, որը գրանցված էր Դելավերում, Արևելյան ափի ամենագաղտնի նահանգներից մեկում։ Այդ ընկերությունը կոչվում էր Armenian Development Holdings, այն պաշտոնապես զբաղվում էր անշարժ գույքի զարգացմամբ Հայաստանում։ Բայց երբ Ջեյմսը փորձեց պարզել, թե ով է սեփականատերը, նա հայտնաբերեց, որ ընկերությունը պատկանում է offshore կառույցի, որը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Եվ այդ offshore կառույցի սեփականատերերը գաղտնի էին։ Ով էր թաքնվում այդ offshore-ի հետում։ Եվ ինչու նրանք այդքան ուզում էին մնալ անանուն։ Armenian Development Holdings-ը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ստացել էր $300 միլիոն Lindsay Foundation-ից 1998-ից մինչ 1999։ Այդ փողերը պետք է օգտագործվեին Երանում հյուրանոցների, բիզնես կենտրոնների բնակելի համալիրների կառուցման համար։ Բայց երբ հայ լրագրողները փորձեցին պարզել, թե որ նախագծերն են իրականացվել այդ փողերով, նրանք չկարողացան գտնել գրեթե ոչինչ։ Կային մի քանի փոքր շենքեր, մի քանի վերանորոգված գրասենյակներ, բայց ոչինչ, որը արժեր $300 միլիոն։ Ուր էին մնացած փողերը։ Ջեյմսը հայտնաբերեց, որ Armenian Development Holdings-ը փոխանցել էր մեծ գումարներ մի շարք այլ ընկերությունների, շինարարական ֆիրմաներ, խորհրդատվական ընկերություններ, իրավաբանական ֆիրմաներ։ Եվ այդ ընկերությունների մեծ մասը նույնպես գրանցված էր offshore նահանգներում։ Փողերը շարժվում էին ընկերությունից ընկերության, երկրից երկիր, հաշվից հաշիվ, այնպես արագ բարդ, որ գրեթե անհնար էր հետել դրանց։ Սա էր դասական փողերի լվացման սխեմա։ Եվ ինչ-որ մեկը, կամ ինչ-որ մեկերը օգտագործում էին Քերքի փողերը հարստանալու համար։ Երբ Ջեյմսը ներկայացրեց իր հայտնագործությունները Ալեքսին, Ալեքսը չէր կարող հավատալ։ Նա ասաց. «Դու ասում ես, որ Քերքի փողերը, որոնք պետք է գնային Հայաստանի զարգացմանը, օգտագործվում են փողերի լվացման համար»։ Ջեյմսը պատասխանեց. «Ոչ միայն դա, այլ ես կարծում եմ, որ Քերքի ընտանիքը ուղղակիորեն ներգրավված է այս սխեմայում»։ Ալեքսը հարցրեց. «Ինչպես դու կարող ես ապացուցել դա»։ Ջեյմսը ասաց. «Ես չեմ կարող, առանց ավելի շատ ռեսուրսների, առանց դատարանի որոշման, որը կթույլ տա ինձ ստանալ բանկային գրառումները։ Բայց ես գիտեմ, որ ես ճիշտ եմ»։ Ալեքսը որոշեց գնալ դեպի վերջ։ Նա վարձեց լրացուցիչ հետաքննիչներ, վարձեց ֆինանսական վերլուծաբաններ, ծախսեց իր վերջին խնայողությունները, փորձելով ապացուցել, որ Քերքի փողերը գողացվել են։ Բայց ամեն անգամ, երբ նա մոտենում էր ճշմարտությանը, ինչ-որ բան խանգարում էր նրան։ Փաստաթղթերը անհետանում էին, վկաները փոխում էին իրենց պատմությունները, դռները փակվում էին նրա դեմքին։ Եվ Ալեքսը հասկանում էր, որ նա պայքարում է ինչ-որ մեկի դեմ, ով շատ ավելի հզոր էր, քան նա երբեք պատկերացրել էր։ 1998-ի ապրիլին Ալեքսը ստացավ այցելություն երկու մարդկանցից, ովքեր ներկայացան որպես FBI գործակալներ։ Նրանք ցույց տվեցին իրենց նույնականացման քարտերը, ասացին, որ ուզում են խոսել նրա հետ Քերք Քիրքորյանի կտակի մասին։ Ալեքսը ուրախացավ, վերջապես, մտածեց նա, իշխանությունները սկսում են հետաքննել այս գործը։ Բայց շատ արագ նա հասկացավ, որ ինչ-որ բան սխալ էր։ Այդ մարդիկը չէին հարցնում նրան այն հարցերը, որոնք FBI գործակալները պետք է հարցնեին։
Նրանք հարցնում էին, ինչ ապացույցներ ունեք, ում հետ եք խոսել, ում եք պատմել ձեր տեսությունների մասին։ Եվ հետո նրանք ասացին մի բան, որը Ալեքսին սառեցրեց։ Նրանք ասացին, պարոն Եսայան, մենք խորհուրդ ենք տալիս ձեզ դադարեցնել այս հետաքննությունը։ Դուք խառնվում եք շատ հզոր մարդկանց գործերին։ Եթե դուք շարունակեք, դուք կարող եք վտանգի մեջ դնել ձեզ ձեր ընտանիքը։ Ալեքսը հարցրեց, դուք սպառնում եք ինձ։ Նրանք պատասխանեցին, ոչ, մենք զգուշացնում ենք ձեզ։ Եվ հետո նրանք հեռացան։ Ալեքսը անմիջապես զանգահարեց FBI Լոս Անջելեսի գրասենյակ, հարցրեց, արդյոք նրանք ուղարկել են գործակալներ նրա մոտ։ FBI-ն պատասխանեց, ոչ, մենք չունենք ոչ մի բաց գործ, որը վերաբերում է Քերք Քիրքորյանին։ Ալեքսը հասկացավ, որ այդ մարդիկը կեղծ գործակալներ էին։ Բայց ո՞վ էր ուղարկել նրանց։ Եվ ինչու։ Նրանք այդքան ուզում էին, որ Ալեքսը դադարեցնի իր հետաքննությունը։ Ալեքսը չդադարեցրեց։ Նա շարունակեց պայքարել, շարունակեց հետաքննել, շարունակեց փնտրել ճշմարտությունը։ Բայց նա սկսեց զգալ, որ նրան հետում են։ Նա նկատեց նույն մեքենան, որը կայանված էր նրա տան դիմաց օրեր շարունակ։ Նա նկատեց տարօրինակ մարդկանց, ովքեր կանգնած էին նրա գրասենյակի դիմաց։ Նա սկսեց ստանալ տարօրինակ հեռախոսային զանգեր, ոչ ոք չէր խոսում, պարզապես լռություն, հետո կապը կտրվում էր։ Նա պատմեց Ջեյմս Ռիլիին, Ջեյմսը ասաց, նրանք փորձում են վախեցնել ձեզ, փորձում են ստիպել ձեզ դադարեցնել։ Ալեքսը հարցրեց, ինչ ես խորհուրդ տալիս։ Ջեյմսը պատասխանեց, եղեք զգույշ, մի գնացեք որևէտեղ միայնակ, պահեք ձեր բոլոր փաստաթղթերը անվտանգ տեղում։ Եվ եթե ինչ-որ բան պատահի ձեզ հետ, համոզվեք, որ ինչ-որ մեկը գիտի, թե որտեղ են այդ փաստաթղթերը։ Ալեքսը հետեց Ջեյմսի խորհրդին։ Նա պատճենեց բոլոր իր փաստաթղթերը, տվեց դրանք իր դստերը, ասելով, որ եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, նա պետք է տա դրանք լրագրողներին։ Բայց Ալեքսի դուստրը չհասկացավ, թե ինչու հայրը այդքան անհանգստացած էր։ Նա մտածեց, որ հայրը պարզապես ծերացել է, դարձել պարանոիկ։ Նա չգիտեր, որ նրա հայրը պայքարում էր իր կյանքի համար։ 1998-ի հուլիսին Ալեքս Եսայանը գնաց իր գրասենյակ Լոս Անջելեսի կենտրոնում։ Այն սովորական օր էր, նա պլանավորում էր հանդիպել մի քանի հաճախորդների հետ, աշխատել մի քանի գործերի վրա։ Բայց երբ նա մտավ իր գրասենյակ, նա տեսավ, որ ամեն ինչ շրջված էր։ Դարակները բացված էին, թղթապանակները ցրված էին հատակին, նրա համակարգիչը բացված էր։ Ինչ-որ մեկը մտել էր նրա գրասենյակ, փնտրել էր ինչ-որ բան։ Ալեքսը անմիջապես զանգահարեց ոստիկանությանը։ Ոստիկանները եկան, ստուգեցին գրասենյակը, վերցրեցին մատնահետքեր։ Բայց նրանք ոչինչ չգտան։ Գողերը չէին վերցրել ոչինչ արժեքավոր, ոչ համակարգիչը, ոչ փողը, որը Ալեքսը պահում էր անվտանգ տուփում։ Նրանք փնտրել էին միայն փաստաթղթեր։ Եվ Ալեքսը գիտեր, թե ինչ փաստաթղթեր։ Նրանք փնտրել էին Քերքի կտակի գործի փաստաթղթերը, Ջեյմս Ռիլի հետաքննության հաշվետվությունները, բանկային գրառումները, որոնք ցույց էին տալիս փողերի շարժումը Lindsay Foundation-ից դեպի offshore ընկերություններ։ Բայց նրանք չգտան դրանք, որովհետև Ալեքսը արդեն տվել էր դրանք իր դստերը։ Ալեքսը հասկացավ, որ նա այլս անվտանգ չէ։ Նա որոշեց, որ ժամանակն է հրապարակել ամեն ինչ, ինչ նա գիտեր։ Նա պլանավորեց մամուլի ասուլիս, որտեղ պատրաստվում էր ներկայացնել բոլոր իր ապացույցները։ Բայց այդ մամուլի ասուլիսը երբեք չտեղի ունեցավ։ Որովհետև 2 շաբաթ հետո Ալեքս Եսայանը մեռավ։ Ալեքսի մահը պաշտոնապես գրանցվեց որպես սրտի նոպա։ Բայց Ջեյմս Ռիլին չհավատաց դրան։ Նա գիտեր, որ Ալեքսը, թե 81 տարեկան էր, ուներ համեմատաբար լավ առողջություն։ Նա պարբերաբար այցելում էր բժշկի, ստուգում էր իր սիրտը, ընդունում էր դեղեր։ Նրա բժիշկը ասել էր, որ նա կարող է ապրել դեռ տասնամյակներ։ Ուրեմն ինչու՞։ Նա հանկարծ մեռավ։ Ջեյմսը փորձեց ստանալ Ալեքսի բժշկական գրառումները, բայց ընտանիքը մերժեց։ Նա փորձեց խոսել Ալեքսի բժշկի հետ, բայց բժիշկը ասաց, որ չի կարող քննարկել իր հիվանդի մասին, բժշկական գաղտնիության պատճառով։ Ջեյմսը փորձեց դիմել դատախազությանը, պահանջելով ակնարկություն, բայց դատախազությունը մերժեց, ասելով, որ չկա հիմք կասկածելու սպանության մեջ։ Ջեյմսը զգաց անզորություն։ Նա գիտեր, որ Ալեքսը սպանվել է, բայց նա չէր կարող ապացուցել դա։ Նա գիտեր, որ Քերքի փողերը գողացվել են, բայց նա չէր կարող ապացուցել դա։
Նա գիտեր, որ Քերքի ընտանիքը ներգրավված է այս ամենում, բայց նա չէր կարող ապացուցել դա։ Եվ նա հասկացավ, որ եթե նա շարունակի, նա կարող է լինել հաջորդը։ Ուստի Ջեյմսը որոշեց դադարեցնել։ Նա փակեց իր հետաքննությունը, ջնջեց իր ֆայլերը, փորձեց մոռանալ Քերք Քիրքորյանի գործը։ Բայց նա երբեք չմոռացավ։ Եվ երբ Մարիա Սանչեսը հրապարակեց իր վկայությունը 35 տարի անց, Ջեյմսը զգաց, որ ժամանակն է կրկին խոսել։ Ջեյմս Ռիլին այսօր 86 տարեկան է։ Նա թոշակի է գնացել, ապրում է հանգիստ կյանքով Սան Դիեգոյում։ Բայց երբ նա լսեց Մարիայի պատմությունը, նա որոշեց, որ չի կարող լռել այլս։ Նա դուրս բերեց իր հին ֆայլերը, որոնք նա պահել էր 35 տարի, թաքցված իր տան ստորգետնյա սենյակում։ Նա դուրս բերեց Ալեքսի փաստաթղթերը, որոնք Ալեքսի դուստրը տվել էր նրան հոր մահից հետո։ Եվ նա սկսեց կրկին ուսումնասիրել դրանք։ Այս անգամ 35 տարի անց նա տեսավ բաներ, որոնք նա չէր տեսել առաջ։ Նա տեսավ կապեր, որոնք նա չէր նկատել առաջ։ Նա տեսավ օրինաչափություններ, որոնք նա չէր հասկացել առաջ։ Եվ նա հասկացավ, որ Քերք Քիրքորյանի գործը շատ ավելի մեծ էր, քան նա երբևէ պատկերացրել էր։ Սա չէր պարզապես մի կեղծ կտակի պատմություն։ Սա էր պատմություն փողերի լվացման, կոռուպցիայի, սպանությունների մասին։ Պատմություն, որը ներգրավում էր ոչ միայն Քերքի ընտանիքին, այլ հզոր իրավաբանական ֆիրմաներ, բանկեր, գուցե նույնիսկ կառավարական պաշտոնյաներ։ Եվ Ջեյմսը որոշեց, որ ժամանակն է պատմել այս պատմությունը աշխարհին։ Նա կապվեց լրագրողների հետ, տվեց հարցազրույցներ, հրապարակեց իր ֆայլերը։ Եվ այժմ, առաջին անգամ 35 տարվա ընթացքում, աշխարհը տեսնում է ամբողջ պատմությունը։ Բայց արդյոք դա բավարար է արդարություն բերելու համար։ Պատասխանը դեռ անհայտ է։ Քերքի ընտանիքը շարունակում է ժխտել բոլոր մեղադրանքները։ Նրանք ասում են, որ Մարիա Սանչեսը Ջեյմս Ռիլին պարզապես փնտրում են ուշադրություն, փորձում են վնասել նրանց համբավը։ Նրանք ասում են, որ Քերքը ինքը ստորագրեց վերջնական կտակը, որ նա լիովին գիտակցում էր, թե ինչ է անում։ Եվ նրանք ունեն հզոր իրավաբաններ, ովքեր պաշտպանում են նրանց։ Բայց հայ համայնքը այլս չի հավատում նրանց։ Հազարավոր մարդիկ ստորագրել են, պահանջելով նոր հետաքննություն։ Հայաստանի կառավարությունը դիմել է միջազգային կազմակերպություններին, պահանջելով օգնություն։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, աշխարհը սկսում է ուշադրություն դարձնել։ Բայց արդյոք դա բավարար է։ Արդյոք մենք երբեք իմանանք ամբողջ ճշմարտությունը։ Արդյոք արդարությունը երբեք կգա Քերք Քիրքորյանի համար։ Քերք Քիրքորյանի պատմությունը մեզ սովորեցնում է մի կարևոր դաս։ Փողը, որքան էլ որ շատ լինի, չի կարող գնել ամեն ինչ։ Այն չի կարող գնել ազնվություն, այն չի կարող գնել արդարություն, այն չի կարող գնել ճշմարտություն։ Քերքը ամբողջ կյանքը աշխատեց, որպեսզի հարստանա, որպեսզի հաջողության հասնի, որպեսզի օգնի իր ժողովրդին։ Բայց նրա վերջին րոպեներին, երբ նա ամենաթույլն էր, երբ նա ամենախոցելին էր, ինչ-որ մեկը օգտագործեց այդ թուլությունը, գողանալու նրա վերջին երազանքը։ Եվ այդ մարդը, կամ այդ մարդիկը, դեռ ազատ են։ Նրանք դեռ ապրում են իրենց հարուստ կյանքով, վայելում են այն փողերը, որոնք պետք է գնային Հայաստան։ Եվ նրանք մտածում են, որ նրանք անպատիժ են, որ ոչ ոք երբեք չի իմանա ճշմարտությունը։ Բայց նրանք սխալվում են։ Որովհետև ճշմարտությունը, որքան էլ որ թաքցված լինի, միշտ գտնում է ճանապարհ դեպի լույս։ Եվ այսօր, 35 տարի Քերքի մահից հետո, այդ ճշմարտությունը սկսում է բացահայտվել։ Դանդաղ, շատ դանդաղ, բայց անխուսափելիորեն։ Եվ երբ այն լիովին բացահայտվի, երբ աշխարհը տեսնի, թե ինչ իսկապես պատահեց այն վերջին 5 րոպեներին, արդարությունը կգա։ Ոչ այսօր, ոչ վաղը, բայց մի օր։ Եվ այդ օրը Քերք Քիրքորյանը կարող է վերջապես հանգչել խաղաղությամբ։ Բայց մինչ այդ օրը, մենք պետք է շարունակենք պայքարել։ Մենք պետք է շարունակենք հարցեր տալ։ Մենք պետք է շարունակենք պահանջել ճշմարտությունը։ Որովհետև Քերք Քիրքորյանը արժանի է դրան։ Հայ ժողովուրդը արժանի է դրան։ Եվ բոլոր այն մարդիկը, ովքեր պայքարեցին այս ճշմարտության համար, Ալեքս Եսայանը, Ջեյմս Ռիլին, Մարիա Սանչեսը, նրանք արժանի են դրան։ Նրանք ռիսկի դրեցին իրենց կյանքերը, իրենց ընտանիքները, իրենց ապագան, որպեսզի աշխարհը իմանա ճշմարտությունը։ Եվ մենք պարտական ենք նրանց։ Մենք պարտական ենք շարունակել նրանց պայքարը։ Մենք պարտական ենք համոզվել, որ Քերքի երազանքը, նրա վերջին երազանքը, վերջապես իրականանա։
Որովհետև դա միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք իսկապես պատվել նրա հիշատակը։ Ոչ հուշարձաններով, ոչ արձաններով, այլ արդարությամբ։ Արդարությամբ քերքի համար, արդարությամբ Հայաստանի համար, արդարությամբ բոլոր նրանց համար, ովքեր հավատացին նրա երազանքին։ Քերք Քիրքորյանի վերջին գիշերը դեռ առեղծված է։ Բայց գուցե մի օր մենք կիմանանք ամբողջ ճշմարտությունը։ Գուցե մի օր մեկը կգտնի այն փաստաթուղթը, որը կապացուցի, թե ինչ իսկապես պատահեց։ Գուցե մի օր արդարությունը կգա։ Բայց մինչ այդ օրը մենք պետք է հիշենք Քերք Քիրքորյանին որպես մարդ, ով սիրեց իր ժողովուրդը ավելի, քան ինքն իրեն։ Մարդ, ով տվեց ամեն ինչ, ինչ ուներ։ Մարդ, ով երազում էր տեսնել Հայաստանը ուժեղ, անկախ, բարգավաճ։ Եվ մարդ, ով գուցե խաբվեց իր վերջին րոպեներին։ Բայց նրա երազանքը չմեռավ նրա հետ։ Այն ապրում է մեր մեջ։ Եվ եթե մենք իսկապես ուզում ենք պատվել Քերքի հիշատակը, ապա մենք պետք է շարունակենք նրա պայքարը։ Մենք պետք է պահանջենք ճշմարտությունը։ Մենք պետք է պահանջենք արդարությունը։ Եվ մենք պետք է երբեք մոռանանք այն, ինչ Քերք Քիրքորյանը արեց մեր համար։ Որովհետև նա արժանի է դրան։ Եվ մենք պարտական ենք նրան։ Այս է Քերքի վերջին գիշերը։ Պատմություն, որը դեռ շարունակվում է։ Պատմություն, որը դեռ սպասում է իր վերջին գլխին։ Պատմություն, որը միայն մենք կարող ենք ավարտել։ 35 տարի անց Քերքի մահից, նոր սերունդը հարցեր է տալիս։ Երիտասարդ հայ լրագրողները, ովքեր ծնվել են Քերքի մահից հետո, սկսել են իրենց սեփական հետաքննությունները։ Նրանք օգտագործում են նոր տեխնոլոգիաներ, նոր մեթոդներ, նոր կապեր, գտնելու այն ապացույցները, որոնք Ալեքս Եսայանը, Ջեյմս Ռիլին չկարողացան գտնել 35 տարի առաջ։ Նրանցից մեկը, Անի Սարգսյանը, 31 տարեկան հետաքննող լրագրող Երանից, ծախսել է վերջին 3 տարին, ուսումնասիրելով Քերքի կտակի գործը։ Նա ճանապարհորդել է Ամերիկա, հարցազրույցներ է վերցրել տասնյակ մարդկանցից, ովքեր ճանաչում էին Քերքին, ուսումնասիրել է հազարավոր էջ փաստաթղթեր։ Եվ նա հայտնաբերել է մի բան, որը կարող է փոխել ամեն ինչ։ Նա հայտնաբերել է, որ Ռիչարդ Սթիվենսոնը, այն մարդը, ով մտավ Քերքի սենյակ նրա վերջին րոպեներին, գուցե չէր անանուն։ Գուցե նա ուներ իրական անուն, իրական անցյալ, իրական կապեր։ Եվ Անին մոտ է գտնելուն։ Անի Սարգսյանը սկսեց իր հետաքննությունը Մարիա Սանչեսի նկարագրությունից։ Բարձրահասակ, շուրջ 50 տարեկան, մուգ մազեր, կապույտ կոստյում։ Նա վերցրեց այդ նկարագրությունը, սկսեց փնտրել մարդկանց, ովքեր համապատասխանում էին դրան, ովքեր աշխատել էին իրավաբանական ոլորտում Լոս Անջելեսում 1995-ին։ Նա ստուգեց հարյուրավոր իրավաբանների պրոֆիլները, հազարավոր լուսանկարներ։ Եվ վերջապես, 3 տարի անց, նա գտավ մի բան։ Նա գտավ մի մարդու լուսանկարը, ով աշխատել էր որպես ֆիքսեր, մարդ, ով լուծում էր խնդիրներ հարուստների համար, մարդ, ով գործում էր ստվերում։ Այդ մարդու անունը Ռոբերտ Դիդսոն էր, նա մասնագիտացած էր նուրբ իրավաբանական գործերում, գտակների փոփոխություններ, ժառանգության վեճեր, փաստաթղթերի կարգավորում։ Ռոբերտ Դիդսոնը համապատասխանում էր Մարիայի նկարագրությանը։ Եվ ավելին, Անին հայտնաբերեց, որ Ռոբերտը աշխատել էր որպես խորհրդատու մի իրավաբանական ֆիրմայի համար, որը ներկայացնում էր Քերքի ընտանիքին։ Արդյոք Ռոբերտ Դիդսոնը, Ռիչարդ Սթիվենսոնը նույն մարդն էին։ Անին փորձեց գտնել Ռոբերտ Դիդսոնին։ Նա պարզեց, որ Ռոբերտը թոշակի է գնացել 1998-ին տեղափոխվել է Ֆլորիդա։ Նա ապրում էր Մայամիում, հանգիստ կյանքով, հեռու լրագրողներից ուշադրությունից։ Անին թռավ Մայամի, գտավ Ռոբերտի հասցեն։ Նա գնաց նրա տուն, թակեց դուռը։ Երբ Ռոբերտը բացեց դուռը, Անին անմիջապես ճանաչեց նրան Մարիայի նկարագրությունից։ Նույն բարձրահասակ կազմվածքը, նույն մուգ մազերը, թե այժմ ճերմակ, նույն դեմքը։ Անին ներկայացավ որպես լրագրող, ասաց, որ ուզում է խոսել Քերք Քիրքորյանի մասին։ Ռոբերտի դեմքը փոխվեց։ Նա փորձեց փակել դուռը, բայց Անին ասաց, ես գիտեմ, որ դուք եղել եք այնտեղ, ես գիտեմ, որ դուք մտել եք Քերքի սենյակ նրա վերջին րոպեներին, ես գիտեմ, որ դուք տվեցիք նրան ստորագրելու մի փաստաթուղթ։ Ռոբերտը կանգ առավ։ Նա նայեց Անին երկար ժամանակ, հետո ասաց, ես չունեմ ասելիք։ Եվ փակեց դուռը։ Բայց Անին չդադարեց։ Նա վերադարձավ հաջորդ օրը, հաջորդը։ Յուրաքանչյուր անգամ նա թակում էր դուռը, խնդրում էր Ռոբերտին խոսել։ Եվ
Վերջապես, մեկ շաբաթ անց Ռոբերտը բացեց դուռը ասաց. «Մտեք»։ Ռոբերտ Դիդսոնը նստեց Անիի դիմաց իր հյուրասենյակում սկսեց խոսել։ Նա ասաց. «Ես գիտեի, որ մի օր ինչ-որ մեկը կգա կհարցնի այս հարցերը։ Ես ապրել եմ այս գաղտնիքի հետ 35 տարի, այն ինձ սպանում է։ Ես ուզում եմ խոսել, բայց դուք պետք է հասկանաք, որ այն, ինչ ես անելու եմ, կարող է վտանգի մեջ դնել ինձ իմ ընտանիքը»։ Անին խոստացավ պաշտպանել նրան, խոստացավ չհրապարակել նրա անունը, եթե նա չուզի։ Եվ Ռոբերտը սկսեց պատմել իր պատմությունը։ Նա ասաց, որ 1995-ի հունիսի սկզբին նրան կանչեց մի իրավաբան, ում նա ճանաչում էր տարիներ շարունակ։ Այդ իրավաբանը ներկայացնում էր Քերք Քիրքորյանի ընտանիքին։ Նա ասաց Ռոբերտին, որ ունի աշխատանք նրա համար, շատ նուրբ, շատ գաղտնի, շատ լավ վճարվող աշխատանք։ Ռոբերտը հարցրեց. «Ինչ տեսակի աշխատանք»։ Իրավաբանը ասաց. «Մենք ունենք հաճախորդ, ով մահամերձ է, մենք պետք է համոզվենք, որ նա ստորագրի ճիշտ փաստաթղթերը»։ Ռոբերտը հասկացավ, թե ինչ նշանակում է դա։ Բայց նա ընդունեց աշխատանքը։ Որովհետև փողը շատ լավ էր։ Եվ որովհետև նա արել էր այդպիսի բաներ առաջ։ Ռոբերտը պատմեց, թե ինչպես հունիսի 15-ին, Քերքի վերջին օրը, նրան տարան Բերլի Հիլսի տուն։ Նրան տվեցին կեղծ անուն, Ռիչարդ Սթիվենսոն, կեղծ նույնականացման քարտ, կեղծ լիազորագիր։ Նրան տվեցին մի փաստաթուղթ, նոր կտակ, որը պատրաստվել էր Քերքի ընտանիքի իրավաբանների կողմից։ Եվ նրան ասացին. «Դուք պետք է մտնեք այդ սենյակ, երբ Քերքը մահամերձ է, ստանաք նրա ստորագրությունը այդ փաստաթղթի վրա»։ Ռոբերտը հարցրեց. «Իսկ եթե նա չուզի ստորագրել»։ Իրավաբանը ասաց. «Նա կուզի, նա շատ թույլ կլինի, որ հրաժարվի, դուք պարզապես պետք է դնեք գրիչը նրա ձեռքին, օգնեք նրան ավարտել ստորագրությունը»։ Ռոբերտը մտավ այդ սենյակ ժամը 12:30 Նա տեսավ Քերքին ննջած անկողնում, շնչում դժվարությամբ, շրջապատված ընտանիքի անդամներով։ Նա ներկայացավ որպես Ռիչարդ Սթիվենսոն, ասաց, որ ունի կարևոր փաստաթուղթ, որը Քերքը պետք է ստորագրի։ Ընտանիքը չասաց ոչինչ։ Նրանք պարզապես նայեցին նրան, թույլ տվեցին նրան մոտենալ Քերքին։ Ռոբերտը դրեց փաստաթուղթը Քերքի առջ, դրեց գրիչը նրա ձեռքին։ Քերքը բացեց աչքերը, նայեց փաստաթղթին, փորձեց կարդալ, բայց նա չէր կարող։ Նրա տեսողությունը շատ թույլ էր, նրա միտքը շատ շփոթված էր։ Ռոբերտը ասաց. «Պարոն Քիրքորյան, դուք պետք է ստորագրեք այս փաստաթուղթը, դա շատ կարևոր է»։ Քերքը փորձեց խոսել, բայց նրա ձայնը շատ թույլ էր։ Ռոբերտը բռնեց Քերքի ձեռքը, օգնեց նրան ստորագրել։ Ամբողջ գործընթացը տևեց 5 րոպե։ 5 րոպե, որոնք փոխեցին ամեն ինչ։ Անին հարցրեց Ռոբերտին, արդյոք Քերքը հասկանում էր, թե ինչ էր ստորագրում։ Ռոբերտը լռեց երկար ժամանակ, հետո ասաց. «Ոչ, ես չեմ կարծում, որ նա հասկանում էր։ Նա շատ թույլ էր, շատ շփոթված էր, շատ մոտ էր մահվան։ Նա պարզապես արեց այն, ինչ մենք ասացինք նրան անել»։ Անին հարցրեց. «Արդյոք Ռոբերտը զգաց մեղավորություն»։ Ռոբերտը պատասխանեց. «Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե վերջին 35 տարվա ընթացքում։ Ես գիտեի, որ այն, ինչ ես արեցի, սխալ էր։ Ես գիտեի, որ ես օգնում էի գողանալ մի մարդու վերջին կամքը։ Բայց ես արեցի դա, որովհետև ինձ վճարեցին, որովհետև ես մասնագետ էի, որովհետև դա էր իմ աշխատանքը։ Եվ ես ապրել եմ այդ մեղավորության հետ ամեն օր»։ Անին հարցրեց. «Ով վճարեց ձեզ»։ Ռոբերտը ասաց. «Քերքի ընտանիքի իրավաբանները»։ Անին հարցրեց. «Արդյոք Քերքի դուստրերը գիտեին այդ մասին»։ Ռոբերտը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ինչքան նրանք գիտեին, բայց նրանց իրավաբանները անշուշտ գիտեին։ Նրանք պլանավորեցին ամեն ինչ։ Նրանք պատրաստեցին կեղծ կտակը։ Նրանք վարձեցին ինձ։ Նրանք համոզվեցին, որ ամեն ինչ կատարվի ճիշտ։ Եվ նրանք վճարեցին ինձ $500,000 լռելու համար»։ Անի Սարգսյանի հարցազրույցը Ռոբերտ Դիդսոնի հետ հրապարակվեց 1998-ի նոյեմբերին։ Արձագանքը եղավ պայթյունային։ Ամբողջ աշխարհը խոսում էր Քերք Քիրքորյանի գործի մասին։ Հայ համայնքը պահանջում էր անմիջական հետաքննություն։ Ամերիկյան լրատվամիջոցները սկսեցին իրենց սեփական հետաքննությունները։ Քերքի ընտանիքի իրավաբանները հրապարակեցին հայտարարություն, որտեղ մերժեցին Ռոբերտի պնդումները, սպառնացին դատական հայցով։ Բայց Անին ուներ ավելին, քան պարզապես Ռոբերտի խոսքերը։ Նա ուներ ապացույցներ։
Ռոբերտը տվել էր նրան բանկային գրառումները, որոնք ցույց էին տալիս $500,000 փոխանցումը 1995-ի հուլիսին։ Նա ուներ կեղծ նույնականացման քարտի պատճենը, որը Ռոբերտը պահել էր 35 տարի։ Նա ուներ լիազորագրի պատճենը, որը ստորագրված էր Քերքի ընտանիքի իրավաբանների կողմից։ Եվ ամենակարևորը, նա ուներ Ռոբերտի վկայությունը, տեսագրված, ստորագրված, նոտարական վավերացված։ Սա էր այն ապացույցը, որը Ալեքս Եսայանը փնտրել էր 35 տարի առաջ։ Սա էր այն ապացույցը, որը կարող էր վերացնել Քերքի կտակի գործը։ Սա էր այն ապացույցը, որը կարող էր բերել արդարություն։ Ամերիկյան դատախազությունը, ճնշման տակ հանրային կարծիքից միջազգային համայնքից, վերջապես համաձայնեց բացել քրեական հետաքննություն Քերք Քիրքորյանի կտակի գործի վերաբերյալ։ Նրանք նշանակեցին հատուկ դատախազ, ով սկսեց ուսումնասիրել Անի Սարգսյանի ապացույցները։ Նրանք հարցաքննեցին Ռոբերտ Դիթսոնին, Մարիա Սանչեսին, Ջեյմս Ռիլիին։ Նրանք ստուգեցին բանկային գրառումները, ուսումնասիրեցին Lindsay Foundation-ի ֆինանսական հաշվետվությունները, հետաքննեցին Armenian Development Holdings-ի գործունեությունը։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, նրանք սկսեցին հավաքել պատկերը։ Պատկեր, որը ցույց էր տալիս համակարգված դավադրություն, կեղծել Քերք Քիրքորյանի կտակը, գողանալ նրա հարստությունը, օգտագործել այդ փողերը անձնական հարստացման համար։ Դավադրություն, որը ներգրավում էր իրավաբաններ, բանկիրներ, գուցե նույնիսկ Քերքի ընտանիքի անդամներ։ Բայց ապացուցելը դժվար էր։ Շատ ժամանակ էր անցել։ Շատ վկաներ էին մեռել։ Շատ փաստաթղթեր էին անհետացել։ Եվ Քերքի ընտանիքի իրավաբանները պայքարում էին յուրաքանչյուր քայլում, արգելափակելով հարցաքննությունները, մերժելով փաստաթղթերի ներկայացումը, սպառնալով դատական հայցերով։ Հետաքննությունը տևեց 2 տարի։ Եվ վերջապես, 1999, դատախազությունը հրապարակեց իր եզրակացությունը։ Դատախազությունը եզրակացրեց, որ կային բավարար ապացույցներ հավատալու, որ Քերք Քիրքորյանի կտակը կեղծվել է։ Նրանք եզրակացրեցին, որ Ռոբերտ Դիթսոնը, գործելով Քերքի ընտանիքի իրավաբանների հանձնարարությամբ, մտավ Քերքի սենյակ նրա վերջին րոպեներին ստացավ նրա ստորագրությունը մի փաստաթղթի վրա, որը Քերքը չէր հասկանում, չէր կարող կարդալ։ Նրանք եզրակացրեցին, որ այդ փաստաթուղթը փոխարինեց բնօրինակ կտակը, որը Քերքը պատրաստել էր Ալեքս Եսայանի հետ։ Եվ նրանք եզրակացրեցին, որ այդ կեղծ կտակի արդյունքում մոտավորապես $1 միլիարդ, որը պետք է գնար Հայաստանին, փոխարենը գնաց բարեգործական հիմնադրամներին, որոնք վերահսկվում էին Քերքի ընտանիքի կողմից, որոնցից մեծ մասը օգտագործվեց անձնական հարստացման համար։ Դատախազությունը առաջարկեց քրեական մեղադրանքներ ներկայացնել 3 մարդկանց դեմ՝ Ռոբերտ Դիթսոնի, Ջոն Մաքսվելի, Թրեյսի Քերքորյանի ամուսնու նախկին իրավաբանի, Ռեյմոնդ Քերքորյանի, Lindsay Foundation-ի նախկին նախագահի։ Բայց նրանք չառաջարկեցին մեղադրանքներ Թրեյսի Լինդա Քերքորյանների դեմ, ասելով, որ չկային բավարար ապացույցներ, որ նրանք անձամբ ներգրավված էին դավադրության մեջ։ Արդյոք դա արդարություն էր։ Հայ համայնքը բողոքեց։ Նրանք ասացին, որ դատախազությունը չգնաց բավարար հեռու, որ Քերքի դուստրերը պետք է նույնպես պատասխանատվության ենթարկվեին։ Բայց դատախազությունը պնդեց, որ նրանք չեն կարող մեղադրել մարդկանց առանց ապացույցների։ Եվ ապացույցները, որոնք կապում էին Թրեյսին Լինդային դավադրության հետ, չկային։ Գործը գնաց դատարան 1999։ Ռոբերտ Դիթսոնը համաձայնեց համագործակցել դատախազության հետ, փոխանակ թեթացված պատժի։ Նա վկայեց դատարանում, պատմեց իր պատմությունը, ներկայացրեց իր ապացույցները։ Ջոն Մաքսվելը, Ռեյմոնդ Քերքորյանը մերժեցին բոլոր մեղադրանքները։ Նրանց իրավաբանները պնդեցին, որ Ռոբերտը սուտ է ասում, որ նա փորձում է փրկել ինքն իրեն, մեղադրելով ուրիշներին։ Նրանք պնդեցին, որ Քերքը ինքը ստորագրեց վերջնական կտակը, որ նա լիովին գիտակցում էր, թե ինչ է անում։ Դատավարությունը տևեց 6 ամիս։ Վկաները տվեցին իրենց վկայությունները։ Փորձագետները վերլուծեցին փաստաթղթերը։ Իրավաբանները վիճեցին իրենց դիրքերը։ Եվ վերջապես, 1999, ատյանակազմը հրապարակեց իր վճիռը։ Ատյանակազմը գտավ Ռոբերտ Դիթսոնին մեղավոր կեղծարարության խարդախության մեջ։ Նրան դատապարտեցին 5 տարի բանտարկության։ Ջոն Մաքսվելին գտան մեղավոր դավադրության մեջ, կեղծել Քերք Քիրքորյանի կտակը։ Նրան դատապարտեցին 10 տարի բանտարկության։ Ռեյմոնդ Քերքորյանին գտան մեղավոր փողերի լվացման խարդախության մեջ։ Նրան դատապարտեցին 15 տարի բանտարկության։
Բայց ամենակարևորը, ատյանակազմը հայտարարեց, որ Քերք Քիրքորյանի վերջին կտակը, որը ներկայացվել էր դատարանում 1995-ին, անվավեր է։ Նրանք հայտարարեցին, որ այդ կտակը ստացվել է խարդախության միջոցով, որ այն չի ներկայացնում Քերքի իրական կամքը։ Եվ նրանք հրահանգեցին, որ Քերքի հարստությունը պետք է վերաբաշխվի համաձայն նրա իրական կամքի, այնպես, ինչպես այն արտահայտված էր բնօրինակ կտակում, որը նա պատրաստել էր Ալեքս Եսայանի հետ։ Բայց կար մի խնդիր. բնօրինակ կտակը դեռ անհետացած էր։ Ինչպես նրանք կարող էին վերաբաշխել հարստությունը, եթե չգիտեին, թե ինչ էր գրված այդ կտակում։ Դատարանը նշանակեց հատուկ վարիչ վերականգնելու Քերք Քիրքորյանի բնօրինակ կտակը։ Այդ վարիչը, դատավոր Էլիզաբեթ Ռոդրիգեսը, սկսեց հավաքել ապացույցներ այն մասին, թե ինչ էր պարունակում բնօրինակ կտակը։ Նա հարցաքննեց Ալեքս Եսայանի ընտանիքին, ով պահպանել էր Ալեքսի նոթերը նախագծերը։ Նա հարցաքննեց Քերքի հին ընկերներին, ով հիշում էին, թե ինչ էր Քերքը ասում իր պլանների մասին։ Նա ուսումնասիրեց Քերքի հրապարակային հայտարարությունները, նրա նամակները, նրա հարցազրույցները։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, նա սկսեց վերականգնել պատկերը։ Նա եզրակացրեց, որ Քերք Քիրքորյանի բնօրինակ կտակը, որը նա պատրաստել էր Ալեքս Եսայանի հետ 1994-ին, պարունակում էր հետյալը, երկու դուստրերը պետք է ստանային $200 միլիոն յուրաքանչյուրը, մի քանի մերձավոր ընկերներ պետք է ստանային տասնական միլիոններ, իսկ մնացած գումարը, մոտավորապես $3 միլիարդ, պետք է բաշխվեր հետյալ կերպ՝ $1 միլիարդ Հայաստանի էներգետիկ անկախության համար, $500 միլիոն Արցախի զարգացման համար, $200 միլիոն։ Հայկական եկեղեցիների համար ամբողջ աշխարհում, մնացած գումարը՝ բարեգործական նպատակների։ Սա էր Քերքի իրական կամքը։ Սա էր այն, ինչ նա ուզում էր թողնել իր ժողովրդին։ Եվ այժմ, 40 տարի նրա մահից հետո, վերջապես դա պատրաստվում էր իրականանալ։ Դատարանը հրահանգեց, որ Քերք Քիրքորյանի հարստությունը, որը այդ պահին գնահատվում էր մոտավորապես $5 միլիարդ, ներառյալ ներդրումների աճը վերջին 40 տարիների ընթացքում, պետք է վերաբաշխվի համաձայն բնօրինակ կտակի։ Lindsay Foundation-ը բոլոր այլ կազմակերպությունները, որոնք ստացել էին փող կեղծ կտակից, պետք է վերադարձնեին այդ փողերը։ Քերքի դուստրերը պահեցին իրենց $200 միլիոն յուրաքանչյուրը, բայց մնացած գումարը պետք է գնար Հայաստան։ Դատարանը ստեղծեց նոր հիմնադրամ Kirk Kerkorian Armenia Fund, որը պետք է կառավարեր այդ փողերը, համոզվեր, որ դրանք օգտագործվում են Քերքի երազանքների իրականացման համար։ Հիմնադրամի խորհուրդը բաղկացած էր հայ-ամերիկյան փորձագետներից, ովքեր ընտրվեցին իրենց անկախության ազնվության համար։ Եվ հիմնադրամի առաջին նախագիծը եղավ հենց այն, ինչի մասին Քերքը երազում էր՝ Հայաստանի էներգետիկ անկախություն։ Նրանք սկսեցին կառուցել հիդրոէլեկտրակայաններ, արային էլեկտրակայաններ, քամու էլեկտրակայաններ։ Նրանք սկսեցին ստեղծել համակարգ, որը թույլ կտար Հայաստանին լինել ինքնաբավ էներգետիկորեն։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, Քերքի երազանքը սկսեց իրականանալ։ Այսօր, 3 տարի դատավարությունից հետո, Kirk Kerkorian Armenia Fund-ը արդեն իրականացրել է տասնյակ նախագծեր Հայաստանում, Արցախում։ Նրանք կառուցել են 6 հիդրոէլեկտրակայան, որոնք արտադրում են էլեկտրականություն հազարավոր տների համար։ Նրանք տեղադրել են արային պանելներ հարյուրավոր դպրոցներում, հիվանդանոցներում։ Նրանք վերանորոգել են տասնյակ եկեղեցիներ ամբողջ աշխարհում։ Նրանք ստեղծել են աշխատատեղեր հազարավոր հայերի համար։ Եվ նրանք շարունակում են աշխատել, շարունակում են կառուցել, շարունակում են իրականացնել Քերքի երազանքը։ Բայց ամենակարևորը, նրանք անում են դա թափանցիկ կերպով, հաշվետվողականությամբ, պատվով։ Յուրաքանչյուր դոլար, որը ծախսվում է, հրապարակվում է հիմնադրամի կայքում։ Յուրաքանչյուր նախագիծ, որը իրականացվում է, վերահսկվում է անկախ աուդիտորների կողմից։ Յուրաքանչյուր որոշում, որը կայացվում է, քննարկվում է հայ համայնքի հետ։ Սա է այն, ինչ Քերքը ուզում էր։ Սա է այն, ինչի համար նա աշխատել է ողջ կյանքը։ Եվ այժմ, 40 տարի նրա մահից հետո, նրա երազանքը վերջապես իրականանում է։ Քերք Քիրքորյանի պատմությունը ավարտվեց ոչ թե նրա մահով, այլ նրա երազանքի իրականացմամբ։ Պատմություն, որը սկսվեց աղքատության մեջ Ֆրեզնոյում, որը անցավ հաջողության հարստության միջով Լաս Վեգասում, որը ավարտվեց դավադրությամբ արդարությամբ։ Պատմություն, որը սովորեցրեց մեզ, որ ճշմարտությունը, որքան էլ որ թաքցված լինի, միշտ գտնում է ճանապարհ դեպի լույս։ Որ արդարությունը, որքան էլ որ ուշանա, միշտ գալիս է։ Եվ որ մի մարդու երազանքը կարող է փոխել ամբողջ ազգի ճակատագիրը։
Քերք Քիրքորյանը այլս մեզ հետ չէ, բայց նրա ժառանգությունը ապրում է։ Յուրաքանչյուր հիդրոէլեկտրակայանում, որը լուսավորում է հայկական տուն։ Յուրաքանչյուր դպրոցում, որը կրթում է հայ երեխաներ։ Յուրաքանչյուր եկեղեցում, որը պահպանում է հայ մշակույթը։ Յուրաքանչյուր աշխատատեղում, որը տալիս է հույս հայ ընտանիքներին։ Սա է քերքի իրական հուշարձանը։ Ոչ քարից, ոչ բրոնզից, այլ կյանքից, հույսից, ապագայից։ Եվ մենք, ովքեր ապրում ենք այսօր, պարտական ենք պահպանել այդ ժառանգությունը, շարունակել այդ պայքարը, իրականացնել այդ երազանքը։ Որովհետև Քերք Քիրքորյանը արժանի է դրան։ Հայ ժողովուրդը արժանի է դրան։ Եվ ապագա սերունդները, ովքեր կապրեն այն Հայաստանում, որը Քերքը երազում էր, նրանք արժանի են դրան։ Սա է Քերքի վերջին գիշերը։ Պատմություն, որը վերջապես ավարտվեց արդարությամբ։ Պատմություն, որը մենք երբեք չպետք է մոռանանք։